Ամանորյա գալա երեկույթի ժամանակ մի հղի կին նվաստացվում է տասնյակ հյուրերի առաջ։ Բայց երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է, պատշգամբի բարձունքից հնչում է մի հզոր ձայն ընդհատում սկանդալը։ Այդ տղամարդու հայտնությունը ընդմիշտ փոխում է երեկույթի այդ կնոջ կյանքի ընթացքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Մարինեն ձեռքը դրեց իր կլորացած փորին, զգալով, թե ինչպես է երեխան երրորդ անգամ շարժվում այդ կեսօրին։ Հղիության 7-րդ ամիսն էր, երեխայի յուրաքանչյուր շարժում դեռ զարմացնում էր նրան, ուրախության տագնապի խառնուրդով։ Նա նայեց սենյակի հայելուն, ուղղելով բաց կապույտ զգեստը, որն այնքան խնամքով էր ընտրել ամանորյա պարահանդեսի համար։ Թեթ կտորը նրբորեն իջնում էր նրա կորությունների վրա, բավականաչափ համեստ, որպեսզի ուշադրություն չգրավի, բայց էլեգանտ, ինչպես պահանջում էր միջոցառումը։ Ալավերդյանների առանձնատունը Ձորախբյուրում հայտնի էր երանյան բարձրաշխարհիկ հասարակության ամենաբացառիկ միջոցառումները հյուրընկալելով։ Դեկտեմբերյան այդ երեկոն խոստանում էր առանձնահատուկ լինել։ Ամանորյա լույսերն արդեն երում էին փողոցից, Մարինեն պատկերացրեց, թե որքան գեղեցիկ կլինի ներքին հարդարանքը։ Էդուարդը, նրա ամուսինը, մի քանի շաբաթ առաջ էր հիշատակել պարահանդեսի մասին, բայց առանց մեծ խանդավառության։ Ի դեպ, վերջին ամիսներին նա գրեթե ոչ մի բանի հանդեպ խանդավառություն չէր ցուցաբերում, որը վերաբերում էր իրենց երկուսին։ Մարինեն հոգոց հանեց, ուղղելով իր շագանակագույն մազերը, որոնք հավաքված էին ցածր կոկոնի մեջ։ Պետք էր փորձել։ Ամուսնությունը մաշվել էր, նա դա գիտեր։ Զրույցները դարձել էին մակերեսային, ընթրիքները լուռ, գիշերներն ավելի ու ավելի միայնակ, նույնիսկ նույն անկողինը կիսելով։ Էդուարդը ուշ էր գալիս, շուտ գնում, անընդհատ կպած էր հեռախոսին։ Նա փորձում էր չմտածել այն տարօրինակ օծանելիքի մասին, որի հոտը երբեմն զգում էր նրա վերնաշապիկներից, կամ այն հաղորդագրությունների մասին, որոնք նա թաքցնում էր, երբ ինքը մոտենում էր։ Հղիությունը պետք է նոր սկիզբ լիներ։ Այդպես էր նա մտածում, երբ իմացավ, որ սպասում է իրենց առաջնեկին։ Էդուարդը ժպտացել էր, գրկել նրան, խոստացել, որ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Բայց շաբաթներն անցան, ամեն ինչ վերադարձավ իր հունին։ Կամ նույնիսկ ավելի վատ։ Նա էլ ավելի հեռացավ, կարծես Մարինեի մեծացող փորը անհարմարություն լիներ, մի հիշեցում պարտականությունների մասին, որոնք նա չէր ուզում ստանձնել։ Մարինեն վերցրեց իր փոքրիկ պայուսակը, իջավ իրենց փենթհաուսի աստիճաններով, որը նույնպես կենտրոնում էր միջոցառման վայրից ընդամենը մի քանի թաղամաս հեռու։ Էդուարդն արդեն սրահում էր, հեռախոսով խաղում էր, հագին անթերի կարված մուգ մոխրագույն կոստյում։ Նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց, երբ Մարինեն ներս մտավ։ «Բարի երեկո», ասաց Մարինեն, փորձելով բնական հնչել։ «Գնացինք շուտ», պատասխանեց նա, հեռախոսը գրպանը դնելով, վերցնելով մեքենայի բանալիները։ Ճանապարհը լուռ անցավ։ Մարինեն նայում էր բմոյի պատուհանից, տեսնելով ամանորյա զարդարանքներով լուսավորված փողոցները։ Դեկտեմբերյան երանն առանձնահատուկ հմայք ուներ, նույնիսկ դեռս պահպանվող տաք եղանակին։ Զարդարված ծառերը, գունագեղ ցուցափեղկերը, նվերների տոպրակներով մարդիկ փողոցներում։ Ամեն ինչ տոնական էր թվում, բացի այդ մեքենայի ներսի մթնոլորտից։ «Լավ ես», հարցրեց Մարինեն, ավելի շատ լռությունը խախտելու համար, քան անկեղծ պատասխան ակնկալելով։ «Հա», ասաց Էդուարդը, հայացքը հառած երթեկությանը։ Մարինեն հրաժարվեց զրույց սկսելու փորձերից։ Նա նորից ձեռքը դրեց փորին, մխիթարություն փնտրելով երեխայի շարժումների մեջ։ Մտածեց մոր, տիկին Հեղինեի մասին, ով 3 տարի առաջ մահացել էր սրտի բարդություններից։ Եթե նա կենդանի լիներ, անշուշտ անհամբեր կսպասեր թոռան գալուստին, օժիտ կպատրաստեր, խորհուրդներ կտար, Մարինեին հոգատարությամբ կշրջապատեր։ Կարոտը սեղմեց կուրծքը։ Մոր մահից հետո Մարինեն իրեն միայնակ էր զգում աշխարհում։ Հայրն անհետացել էր, երբ նա ընդամենը 7 տարեկան էր։ Մի օր նա պարզապես տուն չվերադարձավ։ Մայրը երբեք հստակ չբացատրեց, թե ինչ էր պատահել, միայն ասաց, որ նա գնացել է, չի վերադառնալու։ Մարինեն մեծացավ, չհասկանալով։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրեց, պատկերացնելով, թե որտեղ կարող է լինել հայրը, արդյոք մտածում է իր մասին, արդյոք մի օր կվերադառնա։ Ժամանակի ընթացքում սովորեց չսպասել։ Կառուցեց իր կյանքն առանց նրա։
Ավարտեց ճարտարապետության ֆակուլտետը, բացեց իր սեփական գրասենյակը, 5 տարի առաջ ինտերիերի դիզայնի ցուցահանդեսում ծանոթացավ Էդուարդի հետ։ Նա հմայիչ էր, հաջողակ, ինքնավստահ։ Զբաղվում էր թանկարժեք գինիների ներկրմամբ, կապեր ուներ ողջ երանյան էլիտայի հետ։ Սիրավեպը կարճ տեց, ամուսնությունը շուտով հաջորդեց։ Առաջին տարիները լավ էին։ Էդուարդը ուշադիր էր, քնքուշ, միշտ կողքին էր։ Բայց մոտ 1 տարի առաջ ինչ-որ բան փոխվեց։ Նա դարձավ հեռու, դյուրագրգիռ, միշտ զբաղված։ Մարինեն փորձեց խոսել, առաջարկեց զույգերի թերապիա, առաջարկեց ճամփորդել կապը վերականգնելու համար։ Նա միշտ մի պատրվակ ուներ։ Եվ հիմա, հղի ու խոցելի, նա իրեն ավելի միայնակ էր զգում, քան երբևէ։ Մեքենան կանգնեց Ալավերդյանների առանձնատան դիմաց։ Մի ավտոկայանորդ բացեց Մարինեի դուռը, ով ընդունեց մեկնած ձեռքը մեքենայից դուրս գալու համար։ Էդուարդն արդեն մյուս կողմում էր, բանալիները տալիս։ Նրանք միասին քայլեցին դեպի մուտք, բայց Մարինեն զգում էր նրանց միջ եղած հեռավորությունը, կարծես կիլոմետրերով հեռու լինեին իրարից, թե կողք կողքի էին։ Առանձնատունը ներսից էլ ավելի տպավորիչ էր։ Նախասրահն ուներ բարձր առաստաղ, որից կախված էր բյուրեղապակյա հսկայական ջահ։ Ոսկեգույն ժապավեններով զարդարված սոճու ճյուղերից պսակները զարդարում էին մարմարե աստիճանները։ Լարային տրիոն դասական երաժշտություն էր նվագում գլխավոր սրահի անկյունում, որն արդեն լի էր էլեգանտ հագնված հյուրերով։ Մատուցողները շրջում էին շամպայնով կանապեներով լի սկուտեղներով։ Թարմ ծաղիկների բույրը խառնվում էր թանկարժեք օծանելիքների հետ։ Մարինեն անմիջապես իրեն օտար զգաց։ Այնտեղ գրեթե ոչ ոքի չէր ճանաչում։ Էդուարդը մյուս կողմից ամեն քայլափոխի մարդկանց էր ողջունում, ժպտում, ձեռք սեղմում, կատակում։ Կարծես նա գոյություն չուներ իր կողքին։ Ես գնամ գործընկերներիս հետ խոսեմ, ասաց Էդուարդը, հեռանալով նախքան Մարինեն կհասցներ պատասխանել։ Նա մնաց մենակ սրահի մեջտեղում, պայուսակը 2 ձեռքով բռնած, փորձելով հարմարավետ տեսք ունենալ։ Դանդաղ քայլեց դեպի ամանորյա զարդարանքներով սեղաններից մեկը, մի բաժակ ջուր վերցրեց, դիտեց շրջապատը։ Հյուրերը ծիծաղում էին, աշխուժորեն զրուցում, լուսանկարվում։ Ամեն ինչ կատարյալ էր թվում, բացի իր համար։ Այդ ժամանակ նա տեսավ, թե ինչպես է Էդուարդը մոտենում սրահի մյուս կողմում կանգնած մի կնոջ։ Մարինեն անմիջապես ճանաչեց նրան։ Վերոնիկա Նահապետյան։ Հասարակայնության հետ կապերի մասնագետ, ինֆլուենսեր, միշտ անթերի հագնված ու շպարված։ Մարինեն արդեն տեսել էր նրա լուսանկարները սոցիալական ցանցերում, միշտ երանյան բարձրաշխարհիկ միջոցառումներին։ Եվ վստահ էր, որ արդեն մի քանի անգամ տեսել էր նրա անունը Էդուարդի հեռախոսի ծանուցումների մեջ։ Վերոնիկան հագել էր կարմիր, կիպ զգեստ, որն ընդգծում էր նրա մարմնի յուրաքանչյուր կորություն։ Շիկահեր մազերը կատարյալ ալիքներով թափվում էին մեջքին։ Նա ժպտաց, տեսնելով Էդուարդի մոտենալը, նրանք երկուսով ողջունեցին իրար չափազանց մտերմորեն։ Շատ մոտ։ Շատ անկաշկանդ։ Մարինեի ստամոքսը խառնվեց։ Փորձեց հայացքը շեղել, բայց չկարողացավ։ Տեսնում էր, թե ինչպես է Էդուարդը ծիծաղում Վերոնիկայի ասած ինչ-որ բանի վրա, թեքվում ավելի լավ լսելու համար, թեթակի դիպչում նրա թին։ Փոքրիկ ժեստեր, բայց որոնք շատ բան էին ասում։ Մարինեն ճանաչում էր այդ ժեստերը։ Էդուարդը նույնն անում էր իր հետ հարաբերությունների սկզբում։ Մարինե, ինչ անակնկալ է քեզ այստեղ տեսնելը։ Ձայնը հետից եկավ, ստիպելով Մարինեին շրջվել։ Բեատրիս Ֆերեյանը, նրա սկեսուրը, մոտենում էր մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Հագին էլեգանտ կոստյում էր, ալեխառն մազերը կատարյալ սանրված, դեմքին հազիվ քողարկված դժգոհության արտահայտություն։ Բարի երեկո, տիկին Բեատրիս, պատասխանեց Մարինեն, փորձելով սիրալիր հնչել։ Չգիտեի, որ Էդուարդը քեզ կբերի։ Գիտես չէ, հղիության հետ կապված, կարծեցի կնախընտրես տանը մնալ, հանգստանալ։ Այսպիսի միջոցառումները կարող են հոգնեցուցիչ լինել հղի կնոջ համար, ասաց Բեատրիսը Մարինեին գլխից մինչ ոտք չափելով։ Ես լավ եմ, շնորհակալություն անհանգստության համար, պատասխանեց Մարինեն, զգալով, թե ինչպես է լարվածությունն աճում։ Բեատրիսը երբեք չէր սիրել նրան։ Էդուարդի հետ հարաբերությունների հենց սկզբից սկեսուրը հասկացրել էր, որ Մարինեին ցածր է համարում, Ֆերեյանների ընտանիքին ոչ արժանի։ Էդուարդը միակ զավակն էր, երես առած, Բեատրիսը միշտ երազել էր, որ նա ամուսնանա նույն սոցիալական դասի մեկի հետ, հայտնի ազգանունով, օգտակար կապերով։
Մարինեն, թոշակառու ուսուցչուհու անհետացած հոր դուստրը, հաստատապես չէր համապատասխանում այդ չափանիշներին։ Դու հոգնած տեսք ունես, սիրելիս։ Գուցե պետք է մի քիչ նստես։ Կամ ավելի լավ, գնաս տուն։ Ոչ ոք չի նկատի քո բացակայությունը, ասաց Բեատրիսը թունոտ ժպիտով։ Մարինեն սեղմեց մատները ջրի բաժակի շուրջ, զգալով, թե ինչպես են զայրույթն ու նվաստացումը բարձրանում։ Բայց չպատասխանեց։ Չէր տա Բեատրիսին այն բավականությունը, որ տեսնի իրեն հունից դուրս եկած։ Ներողություն, մրմնջաց Մարինեն, հեռանալով։ Նա քայլեց դեպի կողային պատշգամբներից մեկը, թարմ օդի կարիք ունենալով։ Ապակե դռները բաց էին, մի քանի հյուր դրսում ծխում էին։ Մարինեն անցավ նրանց կողքով գնաց դեպի ամենահեռու անկյունը, հենվելով քարե բազրիքին։ Այնտեղից տեսարան էր բացվում դեպի լուսավորված այգին, զարդարված ծառերով շատրվաններով փոքրիկ լճակով։ Գեղեցիկ էր, բայց նա հազիվ կարողանում էր վայելել։ Խորը շունչ քաշեց, փորձելով զսպել հույզերը։ Երեխան նորից շարժվեց, կարծես զգալով մոր սթրեսը։ Մարինեն շոյեց փորը, կամաց շշնջալով։ Ամեն ինչ լավ կլինի, իմ սեր։ Մայրիկն այստեղ է։ Մայրիկը միշտ այստեղ կլինի։ Նա մի քանի րոպե մնաց այնտեղ, փորձելով ուշքի գալ։ Երբ վերադարձավ սրահ, աչքերով փնտրեց Էդուարդին։ Նա դեռ Վերոնիկայի հետ էր, հիմա արդեն մի քանի այլ մարդկանց ուղեկցությամբ։ Բեատրիսը նույնպես միացել էր խմբին։ Մարինեն տեսավ, թե ինչպես Սկեսուրն ու Վերոնիկան հայացքներ դավադիր ժպիտներ փոխանակեցին։ Այդ փոխազդեցության մեջ ինչ-որ բան նրան անհանգստացրեց։ Որոշեց մոտենալ։ Գուցե եթե իր ներկայությունը ցույց տար, Էդուարդը կհիշեր, որ կին ունի։ Դանդաղ քայլեց, զգալով որոշ հյուրերի հայացքներն իր վրա։ Թե պատկերացնում էր։ Հղիության պարանոյա, գուցե։ Էդուարդ, կանչեց նա, խմբին մոտենալով։ Նա շրջվեց, ընդհատումից զայրացած թվալով։ Ինչ կա, Մարինե։ Ուղղակի եկա տեսնեմ, ամեն ինչ կարգին է։ Ինչ-որ բանի կարիք ունես։ Ես զրուցում եմ, ասաց նա չոր տոնով։ Վերոնիկան Մարինեին գլխից մինչ ոտք չափեց, դեմքին գերազանցության ժպիտ։ Բեատրիսը նույնն արեց, հայացք փոխանակելով ինֆլուենսերի հետ։ Կարծես նրանք երկուսով մի մասնավոր կատակ ունեին Մարինեի հաշվին։ Մարինե, սիրելիս, քեզ չէի ճանաչում։ Ես Վերոնիկան եմ, ասաց կարմիր զգեստով կինը, մեկնելով կատարյալ մատնահարդարմամբ ձեռքը։ Հաճելի է, պատասխանեց Մարինեն, կարճ սեղմելով նրա ձեռքը։ Էդուարդն ինձ պատմել է քո մասին։ Ինչ զուգադիպություն, հղի լինել ու դեռ այսպիսի միջոցառման գալ։ Դու խիզախ ես, ասաց Վերոնիկան, տոնը հաճոյախոսության նման էր, բայց լի հեգնանքով։ Մարինեն չպատասխանեց։ Նայեց Էդուարդին, սպասելով, որ նա ինչ-որ բան կասի, կպաշտպանի իրեն, ինչ-որ աջակցություն ցույց կտա։ Բայց նա ընդամենը մի կում շամպայն խմեց վերադարձավ այն զրույցին, որն ունենում էր մինչ իր գալը։ Ես պետք է լոգարան գնամ, ներողություն, ասաց Մարինեն, զգալով, որ արցունքները սպառնում են թափվել։ Նա արագ հեռացավ, հատելով սրահը դեպի լոգարաններ տանող միջանցքը։ Անցավ մի բարձրահասակ տղամարդու կողքով, ով ինչ-որ բան էր կազմակերպում ֆուրշետի սեղանների մոտ։ Նա ուշադիր նայեց իրեն, երբ անցնում էր, կարծես նկատելով իր անհարմարությունը։ Մարինեն շատ ուշադրություն չդարձրեց, կենտրոնացած լինելով միայն լոգարան հասնելու վրա, նախքան որը մեկը կտեսներ իրեն լացելիս։ Փակվեց խցիկներից մեկում թույլ տվեց, որ արցունքները թափվեն։ Ինչու էր եկել։ Ինչու էր համառում փրկել մի ամուսնություն, որն ակնհայտորեն ավարտված էր։ Էդուարդն իրեն այլս չէր սիրում։ Գուցե երբեք էլ իսկապես չէր սիրել։ Եվ հիմա նա այստեղ էր, հղի, նվաստացած, միայնակ հարյուրավոր մարդկանց մեջ։ Մի քանի րոպե անց Մարինեն լվաց դեմքը, հնարավորինս լավ թարմացրեց շպարը, վերադարձավ սրահ։ Պետք էր մի փոքր դիմանալ։ Հետո կգնար տուն, գուցե տաքսի կվերցներ, եթե Էդուարդը չուզենար գնալ։ Ապագայի մասին կմտածեր վաղը։ Այսօր պարզապես պետք էր գոյատել այդ գիշերը։ Բայց Մարինեն չգիտեր, որ գիշերը նոր էր սկսվում, որ իսկական մարտահրավերները դեռ առջում էին։ Մինչ նա փորձում էր ուշքի գալ, ուշադիր հայացքներ էին նրան հետում ստվերներից։ Դրանցից մեկը, մասնավորապես, հետում էր նրա յուրաքանչյուր շարժմանը պաշտպանության զսպված զայրույթի խառնուրդով։
Առանձնատան երկրորդ հարկից մի տղամարդ հենվել էր ներքին պատշգամբի բազրիքին, ներք նայելով դեպի սրահ։ Նրա դեմքը մասամբ թաքնված էր ստվերների ջահերի արտացոլանքների մեջ, բայց նրա աչքերը չէին հեռանում Մարինեից։ Ռոբերտ Ալավերդյանը 53 տարեկան էր, ալեխառն մազերով, ուղիղ կեցվածքով թափանցող հայացքով։ Հագին համեստ մուգ կոստյում էր, որի շնորհիվ աննկատ էր մնում աստիճաններով բարձրացող իջնող հյուրերի մեջ։ Ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում։ Ոչ ոք չգիտեր, թե ով է նա իրականում։ Եվ հենց այդպես էլ նա ուզում էր։ 20 տարի։ 20 տարի էր անցել, ինչ նա վերջին անգամ տեսել էր Մարինեին։ Նա այն ժամանակ ընդամենը 7 տարեկան էր, շագանակագույն մազերով, հետաքրքրասեր աչքերով փոքրիկ երեխա։ Նա հիշում էր, թե ինչպես էր վազվզում տանը, ծիծաղում, թռչում իր գիրկը, խնդրում, որ քնելուց առաջ պատմություններ պատմի։ Կարոտի ցավը ֆիզիկական էր, կրակի պես այրում էր կուրծքը։ Բայց Ռոբերտն ընտրություն չուներ։ Պետք է անհետանար։ Պետք է ամեն ինչ թողներ, պաշտպանելու համար նրանց, ում սիրում էր։ Դժվար ժամանակներ էին, սխալ գնացած բիզնեսի հետ կապված խնդիրներ, վտանգավոր մարդիկ, որոնք պարտքեր էին պահանջում, որոնք նա չէր կարող վճարել։ Եթե մնար, հեղինեին Մարինեին վտանգի կենթարկեր։ Ուստի արեց միակ բանը, որը ճիշտ էր համարում, անհետացավ։ Փոխեց անունը, զրոյից վերակառուցեց կյանքը մեկ այլ քաղաքում, քրտնաջան աշխատեց, նորից հարստացավ, միշտ հեռվից, միշտ լուռ։ Անանուն գումար էր ուղարկում հեղինեին։ Նա երբեք չիմացավ, որ դա իրենից է։ Կարծում էր, թե դրանք հեռավոր բարեկամներից ժառանգություններ են, ապահովագրություններ, որոնք ժամկետանց էին, վիճակախաղի շահումներ, որոնց մասնակցելը նույնիսկ չէր հիշում։ Ռոբերտը երաշխավորեց, որ իր դուստրն ու նախկին կինը երբեք կարիքի մեջ չլինեն, նույնիսկ եթե դա նշանակում էր երբեք նրանց կողքին չլինել։ Երբ հեղինեն մահացավ, Ռոբերտը մտածեց բացահայտվել Մարինեին։ Բայց նա արդեն չափահաս էր, իր սեփական կյանքն ուներ, ամուսնացած էր։ Նա չէր ուզում ոչնչացնել այն խաղաղությունը, որը նա կառուցել էր, հանկարծակի հայտնվելով։ Ուստի շարունակեց հեռվից հետել, մասնավոր քննիչների միջոցով, որոնք նրան տեղեկացնում էին դստեր կյանքի մասին։ Այդպես իմացավ նրա ամուսնության մասին Էդուարդ Ֆերեյանի հետ։ Ռոբերտը լիարժեք հետաքննություն անցկացրեց երիտասարդի մասին։ Հարուստ, լավ կապերով, բայց մակերեսային։ Ռոբերտը հավանություն չտվեց, բայց ինչ կարող էր անել։ Մարինեն երջանիկ էր թվում իր ստացած լուսանկարներում։ Ուստի նա չմիջամտեց։ Բայց վերջին ամիսներին զեկույցները սկսեցին փոխվել։ Էդուարդը, մեկ այլ կնոջ հետ։ Գաղտնի հանդիպումներ հյուրանոցներում։ Վարկաբեկիչ հաղորդագրություններ։ Բեատրիս Ֆերեյանը մանիպուլյացիայի էր ենթարկում որդուն, թունավորում նրան Մարինեի դեմ։ Եվ հիմա Մարինեն հղի էր, խոցելի, միայնակ։ Ռոբերտն այլս չէր կարող հեռու մնալ։ Երբ իմացավ Ալավերդյանների առանձնատանը կայանալիք ամանորյա պարահանդեսի մասին, որն իրականում իր սեփականությունն էր կեղծ ընկերությունների միջոցով, որոշեց, որ գործելու ժամանակն է։ Ճիշտ չգիտեր, թե ինչ կանի, բայց պետք է այնտեղ լիներ։ Պետք է տեսներ դստերը, թեկուզ հեռվից։ Պետք է համոզվեր, որ նա ապահով է։ Եվ հիմա, դիտելով Մարինեին միայնակ այդ սրահի մեջտեղում, տեսնելով, թե ինչպես է ամուսինն անտեսում նրան, ինչպես է սկեսուրը նվաստացնում, ինչպես է կարմիր զգեստով այդ կինը արամարանքով նայում իր դստերը, Ռոբերտը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում իր մեջ։ Պարոն Ալավերդյան, ձեզ ինչ-որ բան է պետք։ Առանձնատան աշխատակիցներից մեկը բարձրացավ աստիճաններով, զգուշորեն մոտենալով։ Դա Մարտինն էր, անվտանգության պետը, վստահելի մարդ, ով տարիներ շարունակ աշխատում էր Ռոբերտի համար։ Ես լավ եմ, Մարտին։ Ուղղակի դիտում եմ։ Տեսա, որ աչքներդ չեք կտրում կապույտ զգեստով այդ օրիորդից։ Նա կարո՞ր է։ Նա իմ դուստրն է, պատասխանեց Ռոբերտը, ձայնը լի հուզմունքով։ Մարտինը զարմացած լայն բացեց աչքերը։ Ռոբերտը երբեք չէր խոսում իր անձնական կյանքից։ Ուզում եք, որ հատուկ ուշադրություն դարձնեմ նրան։ Այո։ Եվ ուզում եմ, որ բոլոր տեսախցիկները կենտրոնացած լինեն նրա վրա։ Եթե ինչ-որ բան պատահի, ուզում եմ, որ ամեն ինչ ձայնագրված լինի։ Ամեն ինչ։ Այո, պարոն։ Մարտինն արագ իջավ աստիճաններով գնաց դեպի անվտանգության սենյակ։ Հրահանգեց մյուս անվտանգության աշխատակիցներին, որ աննկատ տեսախցիկները մշտապես ուղղված լինեն Մարինեի վրա։
Վերադարձավ սրահ ռազմավարական դիրք գրավեց, որտեղից կարող էր տեսնել կապույտ զգեստով օրիորդին։ Ռոբերտը շարունակեց դիտել վերից։ Տեսավ, թե ինչպես Մարինեն վերադարձավ լոգարանից, ինչպես նորից փորձեց մոտենալ ամուսնուն անտեսվեց։ Տեսավ, թե ինչպես Բեատրիսն ու Վերոնիկան հեռացան հիմնական խմբից գնացին սրահի ավելի մեկուսի անկյուն, ցածրաձայն խոսելով, նայելով Մարինեի ուղղությամբ, չարամտորեն ժպտալով։ Ինչ-որ բան էր ծրագրվում։ Ռոբերտը դա զգում էր։ Նրա տասնամյակներ շարունակ ամեն տեսակի մարդկանց հետ գործ ունենալուց սրված գործարարի բնազդները տագնապ էին ազդարարում։ Այդ երկու կանայք ինչ-որ բան էին դավադրում։ Նա լուր իջավ աստիճաններով, աննկատ շրջելով սրահում, միշտ Մարինեին տեսադաշտում պահելով։ Բավականաչափ մոտեցավ Բեատրիսին Վերոնիկային, որպեսզի լսի զրույցի կտորներ։ Նա պետք է իր տեղն իմանա, ասում էր Բեատրիսը թունոտ տոնով։ Դա ինձ վրա թող։ Արագ կլինի, պատասխանեց Վերոնիկան, դաժան ժպիտը շուրթերին։ Վստահ ես։ Շատ մարդ կտեսնի։ Ավելի լավ։ Որքան շատ մարդ, այնքան մեծ նվաստացումը։ Էդուարդն արդեն մեր կողմից է։ Նա չի պաշտպանի նրան։ Ռոբերտը սեղմեց բռունցքները։ Պետք էր գործել։ Բայց ոչ հիմա։ Պետք էր ճշգրիտ իմանալ, թե ինչ են ծրագրում, որպեսզի կարողանա լավագույնս պաշտպանել Մարինեին։ Նա շարունակեց դիտել, մարմնի յուրաքանչյուր մկանը լարված, պատրաստ միջամտելու անհրաժեշտ պահին։ Մարինեն չգիտեր, բայց այդ գիշեր նա մենակ չէր։ Նրա հայրը, ով բացակայում էր 2 տասնամյակ, այնտեղ էր ստվերում, պահպանում էր նրան, սպասում էր ճիշտ պահին, բացահայտվելու ամեն ինչ փոխելու համար։ Եվ այդ պահը մոտենում էր։ Մարինեն փորձում էր իրեն զուսպ պահել, բայց զգում էր բոլոր այդ հայացքների ծանրությունն իր վրա։ Թե պատկերացնում էր։ Իրավիճակի պարանոյան, միայնությունը բազմության մեջ, ամեն ինչ դավադրում էր նրան ավելի ու ավելի խոցելի դարձնելու համար։ Նա քայլեց դեպի սեղաններից մեկս, մի բաժակ ջուր վերցրեց։ Երեխան շարունակում էր անհանգիստ շարժվել, կարծես զգալով մոր լարվածությունը։ Սիրելիս, դու մոլորված տեսք ունես։ Բեատրիսի ձայնը նորից հնչեց նրա կողքին։ Սկեսուրը լուր մոտեցել էր, այժմ արդեն Վերոնիկայի ուղեկցությամբ։ Երկու կանայք այնպես դիրքավորվեցին, որ Մարինեն մնաց նրանց պատի մեջ, նրբորեն շրջափակված։ Ես լավ եմ, պատասխանեց Մարինեն, փորձելով հաստատակամ հնչել։ Վստահ ես։ Այնքան գունատես։ Գուցե հղիությունը շատ է ծանրացել։ Գիտես չէ, որոշ կանայք պարզապես ստեղծված չեն հեշտությամբ երեխա կրելու համար, ասաց Բեատրիսը կեղծ անհանգստությամբ։ Վերոնիկան ցածրաձայն ծիծաղեց, մի ձայն, որը ստիպեց Մարինեին ներսում կծկվել։ Ինֆլուենսերը ձեռքին կարմիր գինու բաժակ էր պահում, հաշվարկված շարժումներով պտտեցնելով մուգ կարմիր հեղուկը։ Նրա հայացքը հարված էր Մարինեին, վերլուծելով յուրաքանչյուր արձագանք։ Բեատրիսը ճիշտ է։ Պետք է տանը մնայիր։ Հասարակական միջոցառումները որոշակի ներկայություն են պահանջում։ Որոշակի էլեգանտություն։ Իսկ դե, այնպես հղի, ինչպես դու ես, դժվար է, այնպես չէ, ասաց Վերոնիկան քաղաքավարության տակ քողարկված թույնով լի տոնով։ Մարինեն զգաց, թե ինչպես են այտերը վառվում։ Ջրի բաժակը ուժգին սեղմեց, փորձելով զսպել պարունակությունը այդ կնոջ դեմքին շպրտելու ցանկությունը։ Բայց դա չէր անի։ Չէր նվաստանա։ Չէր տա նրանց այն ներկայացումը, որն ակնհայտորեն փնտրում էին։ Ներողություն, մրմնջաց Մարինեն, փորձելով անցնել նրանց միջով։ Բայց Բեատրիսը բռնեց նրա թից, մատները սեղմելով ավելորդ ուժով։ Սպասիր մի քիչ, սիրելիս։ Ուզում եմ, որ ավելի լավ ճանաչես Վերոնիկային։ Ի վերջո, դուք այնքան ընդհանուր բան ունեք։ Երկուստ էլ հոգ եք տանում Էդուարդի մասին, այնպես չէ։ Մարինեն լայն բացեց աչքերը։ Ինչ էր ակնարկում Բեատրիսը։ Նայեց Վերոնիկային, ով հիմա բացահայտ ժպտում էր, առանց որե ամոթի։ Էդուարդն իսկապես առանձնահատուկ է, այնպես չէ։ Այնքան ուշադիր, այնքան քնքուշ, երբ ուզում է լինել, ասաց Վերոնիկան, սադրիչ կերպով լեզուն անցկացնելով։ Շուրթերին։ Մարինեն զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում։ Ուրեմն ճիշտ էր։ Կասկածները, տարօրինակ օծանելիքները, թաքցրած հաղորդագրությունները։ Էդուարդն ու Վերոնիկան։ Հաստատումը, թեկուզ անուղղակի, ստամոքսին հասցված հարվածի պես էր։ Ես։
Ես պետք է գնամ, կարողացավ ասել Մարինեն, ազատելով Თ. Սկեսուրի ձեռքից արագ հեռանալով։ Բայց հեռու չգնաց։ Ոտքերը դողում էին, տեսողությունը մշուշվեց արցունքներից, որոնք համառորեն թափվում էին։ Հենվեց ամանորյա ծաղկաշղթաներով զարդարված սյուներից մեկին, փորձելով շնչել, փորձելով չփլուզվել այնտեղ, բոլորի առաջ։ Երկրորդ հարկից Ռոբերտը դիտում էր ամեն ինչ աճող զայրույթով։ Տեսավ 3 կանանց փոխազդեցությունը, նկատեց այն պահը, երբ Մարինեն գրեթե փլուզվեց։ Հոր բնազդները գոռում էին, որ իջնի անմիջապես միջամտի, բայց ինչ-որ բան նրան զսպեց։ Պետք էր լիովին հասկանալ իրավիճակը։ Պետք էր ապացույցներ ունենալ, թե ինչ է կատարվում։ Մարտին, ամեն ինչ ձայնագրում ես, ցածրաձայն խոսեց նա դաստակին կրող աննկատ կապի սարքով։ Այո, պարոն։ Բոլոր տեսախցիկները կենտրոնացած են։ Զրույցները նույնպես ձայնագրում եմ ուղղորդված խոսափողների միջոցով, պատասխանեց Մարտինը մյուս կողմից։ Շարունակիր ձայնագրել։ Ոչինչ բաց չթողնես։ Ռոբերտս մի քանի աստիճան իջավ, դիրքավորվելով այնտեղ, որտեղից կարող էր ավելի լավ տեսնել սրահը, առանց նկատվելու։ Տեսնում էր Մարինեին, հենված սյունին, տեսանելիորեն ցնցված։ Տեսնում էր Բեատրիսին, Վերոնիկային, բավարարված հայացքներ փոխանակելիս։ Տեսնում էր Էդուարդին սրահի մյուս կողմում, աշխուժորեն զրուցելիս այլ տղամարդկանց հետ, լիովին անտարբեր կնոջ տառապանքի նկատմամբ։ Երաժշտությունը շարունակում էր հնչել։ Հյուրերը շարունակում էին ծիծաղել, խմել, տոնել։ Ոչ ոք կարծես չէր նկատում այն լուր դրաման, որը ծավալվում էր։ Կամ գուցե նկատում էին, պարզապես չէին մտահոգվում։ Բարձր հասարակությունն այդ հատկությունն ուներ, Ռոբերտը լավ գիտեր։ Արտաքին տեսքն ամեն ինչ էր։ Ուրիշի տառապանքը, զվարճանք։ Լոնը, պարահանդեսի պատասխանատու միջոցառումների կազմակերպիչը, նկատեց Մարինեին, հենված սյունին։ Նա միջին տարիքի տղամարդ էր, շքեղ միջոցառումներում ամեն տեսակի իրավիճակների հետ գործ ունենալու փորձով։ Աննկատ մոտեցավ։ Տիկին, լավ եք։ Կարող եմ ինչ-որ բան բերել։ Ջո, նստելու տեղ։ Մարինեն բարձրացրեց աչքերը, զարմացած նրա ձայնի անկեղծ բարությունից։ Ես լավ եմ, շնորհակալություն։ Ուղղակի մի պահ է պետք։ Դուք հղի եք։ Պետք է նստած լինեք, հանգստանաք։ Թույլ տվեք աթոռ բերեմ, պնդեց Լոնը։ Նախքան Մարինեն կհասցներ հրաժարվել, նա արդեն իսկ նշան էր արել աշխատակիցներից մեկին, ով արագ բերեց փափուկ աթոռ դրեց նրա մոտ։ Խնդրեմ, նստեք։ Ես կբերեմ թարմ ջուր մի քանի թեթ թխվածքաբլիթ։ Կարող է, որ դուք սնվեք։ Մարինեն նստեց, երախտապարտ։ Այդ փոքրիկ բարությունը, որը եկավ մի անծանոթից, գրեթե ստիպեց նրան նորից արցունքների մեջ խեղդվել։ Ինչու էր մի անծանոթ ավելի շատ հոգ տանում իր մասին, քան սեփական ամուսինը։ Լոնն արագ հեռացավ, րոպեներ անց վերադարձավ սառը ջրի շշով թխվածքաբլիթներով ու թարմ մրգերով լի ափսեով։ Հարմար տեղավորվեք։ Եթե որե բանի կարիք ունենաք, ինձ փնտրեք։ Ես ամբողջ գիշեր այստեղ կլինեմ։ Շատ շնորհակալ եմ, կարողացավ ասել Մարինեն, ձայնը խեղդված։ Լոնը գլխով արեց հեռացավ, բայց շարունակեց հեռվից դիտել, անհանգստացած։ Նա ավելի քան 20 տարի աշխատում էր միջոցառումների ոլորտում լարված իրավիճակների նկատմամբ սուր բնազդ ուներ։ Այդ երեկույթում ինչ-որ բան այն չէր, այդ հղի օրիորդը դրա կենտրոնում էր։ Մարինեն դանդաղ խմեց ջուրը, փորձելով հանգստանալ։ Երեխան վերջապես դադարել էր այդքան շատ շարժվել, գուցե զգալով, որ մայրը փորձում է հանգստանալ։ Նա շուրջը նայեց սրահում։ Մարդիկ շարունակում էին իրենց զրույցները, անտարբեր իր նկատմամբ։ Էդուարդը դեռ նույն տեղում էր, ավելի ու ավելի հեռու։ Բեատրիսն ու Վերոնիկան հեռացել էին, բայց Մարինեն տեսնում էր, թե ինչպես են երկուսը ցածրաձայն խոսում բարի մոտ, հայացքներ նետելով իր ուղղությամբ։ Մարինեն մի թխվածքաբլիթ կերավ, փորձելով կենտրոնանալ հուզական ցավից բացի այլ բանի վրա։ Մտածեց երեխայի մասին, իր մեջ աճող կյանքի մասին։ Մտածեց, թե ինչպես կլինի, երբ երեխան ծնվի։ Տղա կլինի, թե աղջիկ։ Նա որոշել էր չիմանալ սեռը, ցանկանալով անակնկալ ծննդաբերության ժամանակ։ Մտածեց անունների մասին։ Եթե աղջիկ լիներ, գուցե Հեղինե, ի պատիվ մոր։ Եթե տղա, գուցե Ռաֆայել։ Ուժեղ, գեղեցիկ անուն։
Մտքերի մեջ խորասուզված նա չնկատեց, թե ինչպես Բեատրիսն ու Վերոնիկան նորից սկսեցին մոտենալ։ Այս անգամ նրանք թունոտ խոսքերից ավելին էին կրում։ Վերոնիկան ձեռքին կարմիր գինով լի բաժակ էր պահում, մուգ կարմիր հեղուկը թեթակի ճոճվում էր, երբ նա քայլում էր։ Երկու կանայք կանգնեցին Մարինեի դիմաց, փակելով նրա տեսադաշտը դեպի սրահի մնացած մասը։ Մոտակա որոշ հյուրեր սկսեցին նկատել, որ ինչ-որ բան է կատարվում, մոտեցան, հետաքրքրված։ Մարինե, սիրելիս, այնքան լուր ես այստեղ մենակ։ Ինչ տխուր է, ասաց Բեատրիսը, ձայնը բավականաչափ բարձր, որպեսզի ուրիշները լսեն։ Վերոնիկան համաձայնեց, ժպտալով։ Իսկապես տխուր է։ Մի կին, լքված ամուսնու կողմից երեկույթի մեջտեղում։ Ինչ անհարմար իրավիճակ։ Մարինեն դանդաղ բարձրացավ, փորձելով հեռանալ, բայց Բեատրիսը նորից բռնեց նրա թից։ Ո՞ր ես գնում, սիրելիս։ Չես ուզում մի քիչ էլ զրուցել։ Ի վերջո, մենք պետք է ընկերուհիներ լինենք։ Վստահ եմ, որ այսուհետ շատ ենք շփվելու, ասաց Բեատրիսը, տոնը հստակ սպառնալից։ Բաց թող ինձ, խնդրեց Մարինեն, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Ախ, ինչ զգայուն է։ Տեսար, Վերոնիկա։ Նա այնքան փխրուն է։ Գուցե չդիմանա իրերի իրականությանը։ Ինչ իրականության, հարցրեց Մարինեն, թե արդեն գիտեր պատասխանը։ Այն իրականության, որ դու երբեք հարմար զույգ չես եղել իմ որդու համար։ Որ նա ավելի լավին է արժանի։ Մեկին, ինչպիսին Վերոնիկան է։ Գեղեցիկ, էլեգանտ, առանց այս սարսափելի փորի, ասաց Բեատրիսը, խոսքերը դուրս էին գալիս մաքուր թույնի պես։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները նորից հայտնվում։ Փորձեց հեռանալ, բայց շուրջը մարդիկ կային, բոլորը դիտում էին, բոլորը սպասում էին տեսնելու, թե ինչ կպատահի։ Կարծես նա բեմում լիներ, լուսարձակների տակ, բացահայտված խոցելի։ Վերոնիկան մի քայլ առաջ արեց, կարմիր գինու բաժակը հիմա երկու ձեռքով պահած։ Գիտես, Մարինե, դու պետք է շնորհակալ լինես, որ ես այդքան լավ եմ հոգ տանում Էդուարդի մասին։ Նա այնքան հիասթափված էր ամուսնությունից։ Բայց ես նրան տվեցի այն, ինչ դու երբեք չկարողացար տալ։ Ուշադրություն։ Գիրք։ Ցանկություն, ասաց Վերոնիկան, յուրաքանչյուր բառը խնամքով ընտրված, վիրավորելու համար։ Մարինեն հուսահատ շուրջը նայեց, փնտրելով Էդուարդին։ Նա մի քանի մետր հեռավորության վրա էր, դիտում էր տեսարանը, բայց ոչինչ չէր անում։ Պարզապես դիտում էր, դժգոհության արտահայտությամբ, կարծես դա անհարմարություն լիներ։ Էդուարդ, կանչեց Մարինեն, ձայնը կոտրվելով։ Նա չպատասխանեց։ Ընդամենս մի կում շամպայն խմեց, հայացքը շեղեց։ Հենց այդ պահին Մարինեն հասկացավ։ Նա գիտեր։ Նա միշտ գիտեր, թե ինչի են ընդունակ Վերոնիկան Բեատրիսը։ Եվ նրան չէր հետաքրքրում։ Կամ ավելի վատ, հավանություն էր տալիս։ Գիտակցումը կործանարար էր։ Երկրորդ հարկից։ Գիտեմ, որ քեզ բացատրություններ եմ պարտական։ Բայց հիմա դրա ժամանակը չէ։ Հիմա պետք է հոգ տանեմ քո ին թորան մասին, ասաց Ռոբերտը, ձայնը հաստատուն, բայց լի հուզմունքով։ Մարինեն ավելի ամուր բռնեց սպիտակ կտորը, որը Լոնը դրել էր իր ուսերին։ Դողում էր, չգիտեր, ցրտից, ցնցումից, թե իրավիճակի ողջ ադրենալինից։ Երեխան շարժվեց իր մեջ, այս անգամ ուժեղ, կարծես նա արձագանքելով հուզական քաոսին։ Ես չեմ հասկանում, կարողացավ ասել Մարինեն։ Ռոբերտը շուրջը նայեց, տեսնելով հյուրերին, որոնք դեռ կանգնած դիտում էին, ոմանք հեռախոսները ձեռքներին, ամեն ինչ ձայնագրելով։ Նրա արտահայտությունը խստացավ։ Մարտին, ասաց նա, անվտանգության պետն անմիջապես հայտնվեց նրա կողքին։ Ուզում եմ, որ բոլոր հեռախոսները հիմա հավաքվեն։ Ոչ ոք իմ դստեր պատկերները չի տարածելու առանց իմ համաձայնության։ Բայց պարոն, բողոքեց հյուրերից մեկը, թանկարժեք կոստյումով միջին տարիքի մի տղամարդ։ Դուք չեք կարող դա անել։ Մենք իրավունքներ ունենք։ Ռոբերտը շրջվեց դեպի նա, հայացքը սառը։ Սա իմ սեփականությունն է։ Իմ առանձնատունը։ Իմ կանոնները։ Եվ կինը, ով այստեղ հարձակման է ենթարկվել, իմ դուստրն է։ Այնպես որ, այո, կարող եմ կանեմ դա։ Մարտին։ Անվտանգության պետն արագ նշան արեց սրահում սփռված մյուս անվտանգության աշխատակիցներին։ Րոպեների ընթացքում նրանք հավաքում էին հեռախոսները այն հյուրերից, ովքեր ձայնագրել էին տեսարանը։
Ոմանք դժգոհեցին, բայց մեծամասնությունը հնազանդվեց, վախեցած Ռոբերտի հեղինակավոր ներկայությունից լավ պատրաստված անվտանգության թիմից։ Էդուարդը, ով մինչ այդ լուր հեռու էր մնացել, վերջապես արձագանքեց։ Մոտեցավ խմբին, արտահայտությունը տատանվում էր շփոթության զայրույթի մեջ։ Ինչ պատմություն է սա։ Դուք չեք կարող պարզապես հայտնվել, սկսեց նա, բայց Ռոբերտը նրան կտրեց մի սպանիչ հայացքով։ Դու, ասաց Ռոբերտը, մատնացույց անելով Էդուարդին։ Դու շատ բախտավոր ես, որ ես քաղաքակիրթ մարդ եմ։ Որովհետև եթե դա կախված լիներ միայն իմ բնազդներից, դու այս առանձնատնից ոտքի վրա դուրս չէիր գա։ Էդուարդը մի քայլ հետ գնաց, զարմացած թշնամանքից։ Ես ոչինչ չեմ արել, բողոքեց նա, փորձելով վրդովված հնչել, բայց խղճուկ կերպով ձախողվելով։ Դու ոչինչ չես արել, կրկնեց Ռոբերտը, ձայնը ցածր, բայց սպառնալիքով լի։ Քո կինը, հղի 7 ամսական ձեր երեխայով, հարձակման է ենթարկվել, հրապարակայնորեն նվաստացվել։ Եվ դու կանգնած դիտում էիր, առանց մատը շարժելու նրան պաշտպանելու համար։ Դա ոչինչ չանել չէ։ Դա հանցակցություն է։ Դա վախկոտություն է։ Շուրջ բոլորը հյուրերը մրմնջում էին համաձայնելով։ Ոմանք Էդուարդին նայում էին ակնհայտ արհամարհանքով։ Իրավիճակը շրջվել էր։ Եթե առաջ Մարինեն օտարն էր, անտեղին, ապա հիմա զոհն էր։ Իսկ Էդուարդը, ով առաջ հմայիչ տանտերն էր, այժմ պատմության չարագործն էր։ Բեատրիսը, հասկանալով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, փորձեց միջամտել։ Տեսեք, այս ամենը թյուրիմացություն էր։ Վերոնիկան մտադրություն չուներ, սկսեց նա, բայց Ռոբերտը նրան ընդհատեց։ Լռիր, ասաց նա, ձայնը կտրուկ։ Դու նրա մայրն ես։ Պետք է որդուդ դաստիարակեիր իսկական տղամարդ, մի տղամարդ, ով պաշտպանում հարգում է իր ընտանիքը։ Բայց այն, ինչ ես տեսա այստեղ այսօր, ցույց է տալիս, որ դու խղճուկ կերպով ձախողվել ես։ Բեատրիսը գունատվեց, բերանը բացվում փակվում էր, չկարողանալով բառեր կազմել։ Կյանքում երբեք նրա հետ այդպես չէին խոսել, հատկապես հրապարակայնորեն։ Վերոնիկան, փորձելով փրկել իրավիճակը հավանաբար սեփական իմիջը, մի քայլ առաջ արեց։ Դա պատահմունք էր։ Ես չսկսեց նա, բայց Ռոբերտը բարձրացրեց ձեռքը, լռեցնելով նրան։ Ինձ մի ստիր։ Ես ամեն ինչ տեսա։ Ես տեսախցիկներ ունեմ այս առանձնատան յուրաքանչյուր անկյունում։ Ես ունեմ ձայնագրություններ ձեր երկուսի, սա ծրագրելու մասին, ասաց Ռոբերտը, մատնացույց անելով Վերոնիկային Բեատրիսին։ Ես ունեմ բարձր որակի տեսանյութեր, թե ինչպես ես դու այդ գինին լցնում իմ դստեր վրա։ Այնպես որ, ինձ մի ասա, թե դա պատահմունք էր։ Վերոնիկայի դեմքը գունատվեց։ Բեատրիսը մի քայլ հետ գնաց, ելք փնտրելով։ Էդուարդը այս ու այն կողմ էր նայում, ակնհայտորեն շփոթված սկսելով հասկանալ իրավիճակի լրջությունը։ Մարտին, ասաց Ռոբերտը։ Բժիշկ կանչիր։ Ուզում եմ, որ իմ դստերը անմիջապես զննեն։ Եվ ոստիկանություն կանչիր։ Ուզում եմ, որ այս երկու կանանց ձերբակալեն հարձակման համար։ Ոչ, գոռաց Վերոնիկան։ Դա ընդամենը գինի էր։ Ես ոչ ոքի չեմ վնասել։ Դու հարձակվել ես հղի կնոջ վրա հրապարակայնորեն, կանխամտածված վկաների ներկայությամբ։ Դա հանցագործություն է։ Եվ դու դրա համար պատասխան ես տալու, պատասխանեց Ռոբերտը, անողոք։ Լոնը, միջոցառումների կազմակերպիչը, զգուշորեն մոտեցավ։ Պարոն Ալավերտյան, ես արդեն կանչել եմ թիմի բժշկին։ Նա ճանապարհին է։ Եվ մենք վերիհարկում մասնավոր սենյակ ունենք, որտեղ տիկինը կարող է հանգստանալ զննվել գաղտնիության պայմաններում։ Շնորհակալ եմ, Լոն։ Դու բարի էիր իմ դստեր հետ, երբ ոչ ոք այլս չէր։ Ես դա չեմ մոռանա, ասաց Ռոբերտը։ Լոնը գլխով արեց, ակնհայտորեն հուզված ճանաչումից։ Նա տարիներ առաջ աշխատել էր Ռոբերտի համար, երբ առանձնատունը դեռ ակտիվորեն օգտագործվում էր գործարարի կողմից։ Նա այն սակավաթիվ մարդկանցից էր, ովքեր գիտեին, որ Ռոբերտը դեռ սեփականության իսկական տերն է, թե պաշտոնապես այն գրանցված էր երրորդ կողմի ընկերությունների անունով։ Ռոբերտը իր ուշադրությունը վերադարձրեց Մարինեին, ով դեռ ցնցված էր, նայում էր նրան, կարծես չհավատալով, որ դա իրական է։ Մարինե, դուստրս, քեզ պետք է զննեն։ Պետք է համոզվեմ, որ դու երեխան լավ եք։ Հետո կխոսենք։ Հետո ես ամեն ինչ կբացատրեմ։
Բայց հիմա քո առողջությունն առաջնային է, ասաց Ռոբերտը, ձայնը փափկելով նրա հետ խոսելիս։ Մարինեն դանդաղ գլխով արեց, դեռ անկարող բառեր կազմելու։ Ռոբերտը նրբորեն ձեռքը դրեց նրա մեջքին, ուղեկցելով նրան դեպի աստիճանները։ Լոնը արջից էր գնում, ճանապարհ բացելով։ Մարտինը հետում էր, երաշխավորելով, որ ոչ ոք իրենց չհետի կամ չանհանգստացնի։ Աստիճաններով բարձրանալիս Մարինեն վերջին անգամ հետ նայեց։ Տեսավ Էդուարդին, շրջապատված հյուրերով, ոմանք ակնհայտորեն նրան հակադարձում էին։ Տեսավ Բեատրիսին, Վերոնիկային, մեկուսացված, երկուսն էլ խուճապի արտահայտությամբ։ Տեսավ ամբողջ սրահը իրարանցման մեջ, ամանորյա երեկույթը լիովին փչացած։ Եվ տարօրինակ կերպով, չնայած ամեն ինչին, Մարինեն զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Դա հենց երջանկություն չէր, խաղաղություն չէր, բայց դա հույսին մոտ մի բան էր։ Վերջապես ինչ-որ մեկը պայքարել էր իր համար։ Վերջապես ինչ-որ մեկը պաշտպանել էր իրեն։ Եվ այդ ինչ-որ մեկը իր հայրն էր։ Երկրորդ հարկում Լոնը նրանց ուղեկցեց նկարներով ավելի շատ ամանորյա զարդարանքներով զարդարված միջանցքով մինչ ամուր փայտե երկփեղկ դուռը։ Բացեց այն, բացահայտելով շքեղ սենյակ, king size մահճակալով, հարմարավետ բազմոցներով լուսավորված այգիներին նայող փոքրիկ պատշգամբով։ Բժիշկն արդեն ճանապարհին է, պարոն։ Մի քանի րոպեից կհասնի, տեղեկացրեց Լոնը։ Հիանալի է։ Շնորհակալ եմ, Լոն։ Կարող ես մեզ հիմա թողնել։ Պետք է դստերս հետ մենակ մնամ, ասաց Ռոբերտը։ Լոնը զգուշորեն դուրս եկավ, փակելով դուռը իր հետից։ Ռոբերտը։ Ռոբերտն այլևս չէր դիմանում։ Պատրաստվում էր իջնել աստիճաններով վերջ տալ դրան, երբ Մարտինը հայտնվեց նրա կողքին։ Պարոն, մենք ամեն ինչ ձայնագրել ենք։ Աուդիո-վիդեո այն ամենի, ինչ կատարվում է։ Բայց պետք է իմանաք, որ նրանք ավելի վատ բան են անելու։ Մի քանի րոպե առաջ կարողացա ձայնագրել նրանց միջզրույցը։ Նրանք ծրագրում են հրապարակայնորեն նվաստացնել ձեր դստերը։ Ռոբերտը սեղմեց բռունցքները, մատների հոդերը սպիտակեցին։ Թող պատահի։ Մեզ հստակ ապացույցներ են պետք։ Բայց ճիշտ պահին ես կգործեմ։ Ամեն ինչ ձայնագրված պահիր, ոստիկանությանը պատրաստ պահիր։ Այո, պարոն։ Արդեն իսկ կապվել եմ գաղտնի կոնտակտների հետ։ Անհրաժեշտության դեպքում րոպեների ընթացքում այստեղ իշխանություններ կլինեն։ Վերադառնալով սրահ, լարվածությունն աճում էր։ Վերոնիկան մի քայլ արեց դեպի Մարինեն, կարմիր գինու բաժակն ավելի ու ավելի մոտենալով։ Գիտես ինչ եմ մտածում, Մարինե։ Կարծում եմ, դու պետք է հանձնվես։ Հրաժարվես այս խղճուկ ամուսնությունից։ Հրաժարվես ծածնելուց, թե Էդուարդի հետ որե շանս ունես։ Նա հիմա իմն է, ասաց Վերոնիկան, ձայնը ցածր, բայց բավականաչափ պարզ, որպեսզի շուրջ բոլորը լսեն։ Մարինեն զգաց, թե ինչպես ինչ-որ բան կոտրվեց իր մեջ։ Դա միայն սիրտը չէր։ Դա այն հույսի վերջին շողն էր, որ այդ ամուսնությունը կարելի էր փրկել։ Էդուարդն իրեն չէր սիրում։ Գուցե երբեք էլ չէր սիրել։ Եվ հիմա այնտեղ էր, թույլ տալով, որ իրեն հրապարակայնորեն նվաստացնեն իր սիրուհին սեփական մայրը։ Ես գնում եմ, ասաց Մարինեն, ձայնը հաստատուն, չնայած արցունքներին։ Փորձեց անցնել Վերոնիկայի կողքով, բայց կինը շարժվեց, փակելով նրա ճանապարհը։ Այդքան շուտ։ Բայց երեկույթը նոր է սկսվում։ Եվ հետո դա տեղի ունեցավ։ Արագ հաշվարկված շարժումով Վերոնիկան բարձրացրեց կարմիր գինու բաժակը, դաժան ժպիտով, ամբողջ պարունակությունը լցրեց Մարինեի վրա։ Մուգ կարմիր հեղուկը թափվեց նրա դեմքին, հոսեց մազերով, ներկեց բաց կապույտ զգեստը, կաթեց մարմարե հատակին։ Ժամանակը կարծես կանգ առավ։ Երաժշտությունը շարունակում էր հնչել, բայց մնացած ամեն ինչ լռեց։ Շուրջ բոլորը հյուրերը լայն բացեցին աչքերը, ոմանք բերանները փակեցին ցնցումից, մյուսներն արագ հանեցին հեռախոսները, ձայնագրելու համար։ Մարինեն սառել էր, զգալով, թե ինչպես է գինին հոսում դեմքով, հագուստով, մաշկով։ Բեատրիսը զարմանք ծածրեց, ձեռքերը կրծքին դնելով։ Աստված իմ, Վերոնիկա։ Դա պատահմոնք էր, այնպես չէ։ Օ, ինչ սարսափելի է։ Բայց նրա դեմքի ժպիտը մատնում էր, որ դա պատահմունք չէր։ Դա ծրագրված էր, հաշվարկված, իրականացված ճիշտ պահին, հնարավորինս մեծ նվաստացում պատճառելու համար։ Մարինեն նայեց Էդուարդին։
Նա մի քանի մետր հեռավորության վրա էր, տեսել էր ամեն ինչ։ Եվ ոչինչ չարեց։ Չվազեց նրան պաշտպանելու։ Թաշկինակ չվերցրեց նրան օգնելու։ Չկշտամբեց Վերոնիկային։ Պարզապես կանգնած էր այնտեղ, դժգոհության արտահայտությամբ։ Դու սկանդալ ես սարքում, Մարինե։ Չափազանցնում ես։ Դա ընդամենը պատահմունք էր, ասաց Էդուարդը, ձայնը սառը հեռու։ Այդ խոսքերը վերջին կաթիլն էին։ Մարինեն զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Սենյակը սկսեց պտտվել։ Հյուրերի աղմուկը, խեղդված ծիծաղը, ձայնագրող հեռախոսները, ամեն ինչ դարձավ հեռավոր արձագանք։ Նա բնազդաբար ձեռքը դրեց փորին, պաշտպանելով երեխային, զգաց, որ կուշաթափվի։ Հենց այդ ժամանակ Լոնը, միջոցառումների կազմակերպիչը, հայտնվեց նրա կողքին մեծ սպիտակ կտորով։ Տիկին, խնդրեմ, թույլ տվեք օգնեմ, ասաց նա, ծածկելով նրա ուսերը կտորով, փորձելով նվազագույնի հասցնել վնասը։ Մարինեն կառչեց կտորից, կարծես դա փրկողակ լիներ։ Լոնը նրբորեն նրան ուղեկցեց հեռու հետաքրքրասերների բազմությունից, դեպի սրահի ավելի մեկուսի հատված։ Մարտինը, անվտանգության պետը, հայտնվեց նրա մյուս կողմում, օգնելով հեռացնել հյուրերին, որոնք դեռ փորձում էին հեռախոսներով ձայնագրել։ Պատշգամբի բարձունքից Ռոբերտն այլևս չդիմացավ։ Սա չափն անցել էր։ Իր դուստրը նվաստացվել էր, հարձակման ենթարկվել, լքվել ամուսնու կողմից, նա կանգնած դիտում էր, որպեսզի համոզվի, որ ամեն ինչ ձայնագրված է։ Բայց հիմա գործելու ժամանակն էր։ Նա արագ իջավ աստիճաններով, նրա ներկայությունը վերջապես ուշադրություն գրավեց։ Մարդիկ սկսեցին հեռանալ, ճանապարհ բացելով։ Նրա կեցվածքում նրանից բխող հեղինակության մեջ ինչ-որ բան կար, որը ստիպում էր մարդկանց բնազդաբար հարգել վախենալ։ Ռոբերտը միացրեց առանձնատան ձայնային համակարգը հեռակառավարման վահանակի միջոցով, որը միշտ իր հետ էր կրում։ Նրա ձայնը արձագանքեց սրահում ռազմավարականորեն տեղադրված բարձրախոսներով։ Բավական է։ Լռությունն անմիջապես բացարձակ էր։ Նույնիսկ երաժշտությունը դադարեց։ Բոլոր հայացքներն ուղղվեցին դեպի այն տղամարդը, ով հաստատուն քայլերով իջնում էր աստիճաններով, դեմքը նշանավորված զսպված զայրույթով վճռականությամբ։ Ռոբերտը հասավ առաջին հարկ ուղիղ քայլեց դեպի այնտեղ, որտեղ Մարինեն էր, ծածկված սպիտակ կտորով, դողալով, արցունքները խառնված դեմքով հոսող կարմիր գինուն։ Նա բարձրացրեց աչքերը, մի կարճ պահ ինչ-որ բան այդ տղամարդու մեջ նրան ծանոթ թվաց։ Ինչ-որ բան նրա աչքերում, նրա նայելու ձում։ Դուք ո՞վ եք, կարողացավ հարցնել Մարինեն, ձայնը թույլ։ Ռոբերտը կանգնեց նրա դիմաց, 20 տարվա մեջ առաջին անգամ մոտիկից նայեց դստեր աչքերին։ Հուզմունքը գրեթե տապալեց նրան, բայց նա ամուր մնաց։ Պետք էր ուժեղ լինել նրա համար հիմա։ Ես Ռոբերտ Ալավերդյանն եմ։ Իսկ այս կինը, ասաց նա, մատնացույց անելով Մարինեին, իմ դուստրն է։ Բացահայտման ազդեցությունը սրահի մեջտեղում պայթած ռումբի պես էր։ Անմիջապես շշուկներ սկսվեցին։ Մարինեն լայն բացեց աչքերը, անկարող ընկալելու, թե ինչ էր հենց նոր լսել։ Իրը։ Այն տղամարդը, ով անհետացել էր, երբ նա 7 տարեկան էր։ Այստեղ։ Հիմա։ Հայր, շնջաց նա, ձայնը հազիվ դուրս գալով։ Ռոբերտը գլխով արեց, աչքերը արցունքոտ։ Այո, Մարինե։ Ես եմ։ Եվ ցավում եմ, որ այդքան երկար տեց վերադարձս։ Բայց հիմա ես այստեղ եմ։ Եվ այլս ոչ ոք քեզ չի վիրավորի։ Սրահում տիրող լռությունը խլացուցիչ էր։ Բոլոր ներկաները ցնցված էին, փորձելով ընկալել հենց նոր տեղի ունեցած բացահայտումը։ Ռոբերտ Ալավերդյան։ Անունը պայթյունի պես արձագանքում էր մարդկանց մտքում։ Ավելի տարիքով հյուրերից ոմանք անմիջապես ճանաչեցին անունը։ Նա այդ առանձնատան տերն էր, գործարարը, ով անհետացել էր 2 տասնամյակ առաջ, շինարարության անշարժ գույքի ներդրումների ոլորտում կայսրություն կառուցելուց հետո։ Մարինեն շարունակում էր նայել Ռոբերտին, անկարող շարժվելու, անկարող ընկալելու, թե ինչ է կատարվում։ Այդ տղամարդը, ով վայրկյաններ առաջ լիակատար անծանոթ էր, այժմ պնդում էր, որ իր հայրն է։ Հայրը, ով լքել էր իրեն, երբ 7 տարեկան էր։ Հայրը, ով այլս լուր չէր տվել։ Հայրը, ում նա ամբողջ կյանքում փորձել էր մոռանալ, մինույն ժամանակ սպասել, որ կվերադառնա։ Ինչպես սկսեց Մարինեն, բայց ձայնը կտրվեց։ Արցունքները նորից սկսեցին թափվել, խառնվելով դեմքով դեռ հոսող կարմիր գինուն։
Ռոբերտը մի քայլ առաջ արեց, ձեռքը մեկնելով, բայց վարանեց։ Չգիտեր, արդյոք իրավունք ուներ դիպչելու նրան այդքան ժամանակ անց։ Չգիտեր, արդյոք նա կընդուներ իրեն։ Բայց դստերը պաշտպանելու անհրաժեշտությունն ավելի մեծ էր, քան ցանկացած կասկած։ Մարինե, գիտեմ, որ 1000 հարց ունես։ Մարինեին ուղեկցեց դեպի բազմոց, օգնելով նրան նստել։ Հարակից լոգարանից մաքուր սրբիչ վերցրեց, սկսեց նրբորեն մաքրել գինին նրա դեմքից։ Մարինեն թույլ տվեց, որ նա դա անի, դեռ ցնցված վիճակում։ Դիտում էր նրա զգույշ շարժումները, այն, թե ինչպես էին ձեռքերը թեթակի դողում, արցունքոտ աչքերը, որոնք նա փորձում էր թաքցնել։ Այդ ժեստերի մեջ ինչ-որ ծանոթ բան կար։ Հին հիշողություններ, տարիներ շարունակ թաղված, սկսեցին վեր հառնել։ Հիշեց, թե ինչպես էր հայրը մաքրում ծնկի վերքը, երբ նա ընկել էր հեծանիվից։ Հիշեց, թե ինչպես էր նա սրբում իր արցունքները մղձավանջից հետո։ Հիշեց այն անվտանգության զգացումը, որն ուներ, երբ նա իրեն գիրկն էր առնում։ Այս ամենը թաղված էր տարիների վիրավորանքի լքվածության տակ։ Բայց հիմա, երբ նա այնտեղ էր, նորից հոգ տանելով իր մասին, հիշողությունները վերադառնում էին ամբողջ ուժով։ Ինչու՞, կարողացավ վերջապես հարցնել Մարինեն, ձայնը խռպոտ։ Ռոբերտը դադարեցրեց գինին մաքրելը, նայեց նրա աչքերին։ Տեսնում էր ցավը, շփոթությունը, պատասխանների հուսահատ կարիքը։ Ես 28 տարեկան էի, երբ դու ծնվեցիր։ Մայրդ ու ես երիտասարդ էինք, սիրահարված, երազանքներով լի։ Ես ընկերություն հիմնեցի, քրտնաջան աշխատեցի, ուզում էի ձեզ երկուսիդ տալ այն ամենը, ինչին արժանի էիք։ Բայց ես սխալներ թույլ տվեցի։ Լուրջ սխալներ։ Գործերում սխալ մարդկանց հետ շփվեցի։ Պարտքերը կուտակվեցին։ Վտանգավոր մարդիկ սկսեցին սպառնալիքներ հնչեցնել։ Իմ դեմ, մոր դեմ, քո դեմ։ Մարինեն լուռ լսում էր, արցունքները շարունակում էին թափվել։ Ես երկու տարբերակ ունեի։ Մնալ ձեզ վտանգի ենթարկել կամ անհետանալ ձեզ ապահով պահել։ Ես ընտրեցի անհետանալը։ Փոխեցի անունս, գնացի մեկ այլ քաղաք, զրոյից ամեն ինչ վերակառուցեցի։ Տարիներ պահանջվեցին, մինչ կարողացա լուծել այդ խնդիրները, վճարել այդ պարտքերը, ազատվել այդ մարդկանցից։ Եվ երբ վերջապես կարողացա, դուք արդեն առաջ էիք շարժվել։ Դու արդեն չափահաս էիր, մայրդ լավ էր։ Կարծեցի, որ իմ կողմից եսասիրություն կլիներ վերադառնալ նորից ամեն ինչ խառնել։ Ուրեմն դու պարզապես հեռվից դիտում էիր իմ կյանքը, հարցրեց Մարինեն, ձայնը դողալով հուզմունքից։ Դու տեսել ես, թե ինչպես եմ մեծացել առանց քեզ։ Տեսել ես, թե ինչպես եմ տառապել, չհասկանալով, թե ինչու է հայրս ինձ լքել։ Ռոբերտը փակեց աչքերը, ցավն ակնհայտ էր դեմքին։ Այո։ Եվ դա ամենադժվար բանն էր, որ երբե արել եմ կյանքում։ Ամեն օր ուզում էի վերադառնալ։ Ամեն օր ուզում էի գրկել քեզ, ներողություն խնդրել, ամեն ինչ բացատրել։ Բայց վախենում էի։ Վախենում էի, որ դու ինձ կատես։ Վախենում էի, որ արդեն շատ ուշ է։ Մարինեն բարձրացավ բազմոցից, շարժվելու, այս ամենը մարսելու կարիք ունենալով։ Քայլեց դեպի պատշգամբ, նայեց ներքի այգիներին։ Այնտեղից կարող էր տեսնել սրահի մի մասը պատուհանների միջով։ Տեսնում էր դեռ անհանգիստ հյուրերին, անվտանգության աշխատակիցներին, որոնք մարդկանց հետ էին խոսում, Էդուարդին, ով ինչ-որ մեկի հետ վիճում էր։ Դու մայրիկին գումար էիր ուղարկում, այնպես չէ՞, հանկարծ հարցրեց Մարինեն, շրջվելով դեպի Ռոբերտը։ Նա գլխով արեց։ Այո։ Միշտ անանուն։ Ուզում էի երաշխավորել, որ դուք երբեք կարիքի մեջ չլինեք։ Նա գիտեր, որ դու ես։ Ոչ։ Ես դրա մասին հոգ տարա։ Չէի ուզում, որ նա իմանա։ Չէի ուզում, որ նա ստիպված լիներ այդ գաղտնիքը քեզնից պահել։ Մարինեն վերադարձավ բազմոց, նորից նստեց, ձեռքերը փորին դրած։ Երեխան հիմա հանգիստ էր, հավանաբար զգալով, որ մայրն ավելի հանգիստ է։ Իսկ հիմա։ Ինչու որոշեցիր հիմա վերադառնալ, հարցրեց Մարինեն։ Ռոբերտը նստեց նրա կողքին, հարգալից հեռավորություն պահպանելով։ Երբ իմացա, որ դու ամուսնացել ես, հանձնարարեցի հետաքննել Էդուարդին։ Սկզբում նա հարմար էր թվում։ Բայց վերջին ամիսներին իմ քննիչները սկսեցին բաներ նկատել։ Սիրուհին։ Թաքուն հանդիպումները։ Այն, թե ինչպես էր նա քեզ հետ վարվում։
Եվ երբ իմացավ, որ դու հղի ես, նա շարունակում է իր կապը, այլս չդիմացա հեռու մնալուն։ Պետք էր պաշտպանել քեզ։ Ուրեմն դու ծրագրել էիր այսօր այստեղ լինել։ Այո։ Այս առանձնատունն իմն է։ Միշտ եղել է։ Նույնիսկ երբ անհետացա, սեփականությունը պահպանեցի ընկերությունների միջոցով։ Պարահանդեսը կազմակերպվել էր Էդուարդի ընկերների կողմից, առանց նրա իմանալու, որ իսկական տերը նրա աներն է։ Ես պետք է այստեղ լինեի։ Նախազգացում ունեի, որ վատ բան է պատահելու։ Եվ ճիշտ էի։ Մարինեն լուր յուրացրեց ամեն ինչ։ Շատ տեղեկություն էր Մարսելու համար։ 20 տարվա բացակայություն, բացատրված մի քանի րոպեում։ 20 տարվա ցավ, անպատասխան հարցեր, լքվածության զգացում։ Բայց մինույն ժամանակ հասկանալ, որ նա ամեն ինչ արել էր իրեն պաշտպանելու համար, որ երբեք իսկապես չէր լքել իրեն, որ միշտ հետում էր, հեռվից հոգ տանում։ Դրան թակոցն ընդհատեց պահը։ Մարտինն էր։ Պարոն, բժիշկը հասել է։ Եվ ոստիկանությունը նույնպես այստեղ է։ Թող բժիշկը ներս մտնի։ Ոստիկանությունը կարող է սպասել, մինչ նա ավարտի իմ դստեր զննումը, հրահանգեց Ռոբերտը։ Մոտ 50 տարեկան, ալեխառն մազերով մի տղամարդ ներս մտավ, բժշկական պայուսակը ձեռքին։ Հագին սպիտակ խալաթ էր, սովորական հագուստի վրայից։ Բարի երեկո։ Ես դոկտոր Ֆերնանդոն եմ։ Ինձ կանչել են ձեզ զննելու։ Խնդրում եմ, կարող եք ասել, թե ինչպես եք ձեզ զգում։ Մարինեն նկարագրեց, թե ինչ էր պատահել, սթրեսը, ցնցումը, գլխապտույտի զգացումը, որն ունեցել էր հարձակումից հետո։ Բժիշկը նրան ուշադիր զննեց, ստուգեց զարկերակային ճնշումը, շարժական ուլտրաձայնային հետազոտություն արեց, երեխային ստուգելու համար։ Մի քանի րոպե անց նա ժպտաց։ Երեխան լավ է։ Սրտի զարկերը նորմալ են, շարժումները համապատասխան։ Բայց դուք պետք է հանգստանաք։ Սթրեսը լավ չէ ոչ ձեզ, ոչ էլ երեխայի համար։ Խորհուրդ եմ տալիս առաջիկա օրերին անկողնային ռեժիմ պահպանել, խուսափել լարված իրավիճակներից, եթե հնարավոր է, հեռու մնալ տագնապ առաջացնող միջավայրերից։ Ռոբերտը հաստատակամ գլխով արեց։ Նա կունենա այնքան հանգիստ, որքան անհրաժեշտ է։ Ես դա կերաշխավորեմ։ Բժիշկը մի քանի դեղ թողեց, Մարինեին օգնելու հանգստանալ ավելի լավ քնել, մի քանի ցուցում տվեց դուրս եկավ։ Հենց որ դուռը փակվեց, Ռոբերտը իր ուշադրությունը վերադարձրեց Մարինեին։ Հիմա պետք է գործ ունենամ ոստիկանության ներքի այդ մարդկանց հետ։ Ուզում ես այստեղ մնալ հանգստանալու, թե? Ուզում ես ինձ հետ գալ։ Մարինեն մի պահ մտածեց։ Նրա մի մասը ուզում էր պարզապես պառկել քնել, մոռանալ, որ այդ գիշերը տեղի է ունեցել։ Բայց մյուս մասը, այն մասը, որը հրապարակայնորեն նվաստացվել էր, ուզում էր տեսնել, թե ինչպես է արդարությունը հաղթանակում։ Ուզում եմ գալ, ասաց նա, ձայնը հաստատուն առաջին անգամ այդ գիշեր։ Ուզում եմ սա մինչ վերջ տեսնել։ Ռոբերտը ժպտաց, հպարտանալով դստեր ուժով։ Ուրեմն միասին գնանք։ Ռոբերտը Մարինեն կողք կողքի իջան աստիճաններով։ Այս անգամ Մարինեն մենակ չէր, անօգնական չէր։ Նրա կողքին հայրն էր, մի մարդ, ով, չնայած 20 տարվա բացակայությանը, վերադարձել էր հենց այն ժամանակ, երբ նա ամենաշատն էր իր կարիքն ունեցել։ Հյուրերը դեռ սրահում էին, բայց մթնոլորտը լիովին փոխվել էր։ Ամանորյա երեկույթի շքեղությունը տեղի էր տվել շոշափելի լարվածության։ Խմբերը շշուկներով էին խոսում, հետաքրքրասեր հայացքները հետում էին Ռոբերտի Մարինեի յուրաքանչյուր շարժմանը։ Երկու ոստիկանական մեքենա կայանված էր առանձնատան դիմաց, կապույտ կարմիր լույսերը թարթում էին պատուհանից։ 4 ոստիկան արդեն նախասրահում էին, խոսելով Մարտինի հետ։ Երբ տեսան Ռոբերտի իջնելը, պատասխանատու քննիչը մոտեցավ։ Պարոն Ալավերդյան, ես քննիչ Հենրիկ Կարապետյանն եմ։ Մենք հարձակման մասին կանչ ենք ստացել։ Կարող եք բացատրել իրավիճակը։ Ռոբերտը սեղմեց քննիչի ձեռքը, Մարինեին իր կողքին պաշտպանված պահելով, սկսեց վիրաբուժական ճշգրտությամբ պատմել գիշերվա իրադարձությունները։ Խոսեց ծրագրման, ձայնագրված զրույցների, իր հղի դստեր դեմ հրապարակային դիտավորյալ հարձակման մասին։ Մենք ունենք բոլոր անհրաժեշտ ապացույցները։ Անվտանգության տեսախցիկները ամեն ինչ ֆիքսել են։ Հարձակումը ծրագրելու զրույցների ձայնագրություններ։ Վկաներ, որոնք տեսել են հարձակումը։ Եվ զոն այստեղ է, իմ դուստրը, ով վախկոտաբար հարձակման է ենթարկվել, ասաց Ռոբերտը, ձայնը զուսպ, բայց հեղինակությամբ լի։
Քննիչը նայեց Մարինեին, նկատելով կարմիր գինով ներկված կապույտ զգեստը, լացից կարմրած աչքերը, ակնհայտ 7 ամսական փորը։ Նրա արտահայտությունը խստացավ։ Հղիների հետ կապված գործերը միշտ հատուկ լրջությամբ էին քննվում։ Տիկին, ցանկանում եք պաշտոնական բողոք ներկայացնել, հարցրեց քննիչը նրբորեն։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Ամբողջ կյանքում նա խուսափել էր առճակատումներից, միշտ փորձելով խաղաղություն պահպանել, միշտ լուռ ընդունելով նվաստացումները, խնդիրներ չստեղծելու համար։ Բայց հիմա, հոր կողքին, ճշմարտությունը բոլորի համար բացահայտված, նա գտավ մի քաջություն, որը չգիտեր, թե ունի։ Այո։ Ուզում եմ բողոք ներկայացնել Վերոնիկա Նահապետյանի դեմ հարձակման համար և Բեատրիս Ֆերեյանի դեմ հանցակցության հարկադրանքի համար։ Նրանք երկուսով սա ծրագրել էին։ Ուզում էին ինձ հրապարակայնորեն նվաստացնել հասան իրենց նպատակին։ Բայց նրանք անպատիժ չեն մնա, ասաց Մարինեն, ձայնը հաստատուն պարզ։ Մի մրմունջ անցավ սրահով։ Որոշ հյուրեր հավանության նշանով գլխով արեցին։ Մյուսները զգուշորեն նկարահանում էին հեռախոսներով, որոնք կարողացել էին թաքցրած պահել։ Քննիչը նշան արեց 2 ոստիկանների։ Մեղադրյալներին բերեք այստեղ։ Վերոնիկան Բեատրիսը սրահի մի անկյունում էին, շրջապատված մի քանի ծանոթներով, որոնք փորձում էին հանգստացնել նրանց։ Երբ տեսան ոստիկանների մոտենալը, Բեատրիսը փորձեց բողոքել. Սա անհեթեթություն է։ Դուք չեք կարող ինձ ձերբակալել։ Ես հասարակության հարգված անդամ եմ։ Իմ փաստաբանը բոլորի դատի կտա, գոռաց նա հիստերիկորեն։ Բայց ոստիկանը մնաց պրոֆեսիոնալ հաստատակամ։ Տիկին, դուք մեղադրվում եք հղի կնոջ դեմ հարձակմանը հանցակցելու մեջ։ Դուք իրավունք ունեք լռելու։ Այն ամենը, ինչ կասեք, կարող է օգտագործվել ձեր դեմ։ Վերոնիկան այլ մոտեցում փորձեց։ Սկսեց լաց լինել, դրամա սարքել։ Դա պատահմունք էր։ Երդվում եմ, որ պատահմունք էր։ Սայթաքեցի, բաժակն ընկավ, ես մտադրություն չունեի, ասում էր նա կեղծ հեկեկոցների միջ։ Մարինեն նայեց նրան խղճահարության զզվանքի խառնուրդով։ Ինչպես էր այդքան գույր եղել։ Ինչպես չէր տեսել, թե ինչպիսի մարդ է Վերոնիկան։ Բայց հիմա դա այլս կարոր չէր։ Կարորն առաջ շարժվելն էր։ Էդուարդը դեռ սրահում էր, այժմ բոլորից մեկուսացված։ Ընկերները, որոնք առաջ նրան շրջապատում էին, հեռացել էին, չցանկանալով կապվել սկանդալի հետ։ Նա նայում էր Մարինեին, նրա հորը, ոստիկանությանը, ակնհայտորեն փորձելով հաշվարկել իր հաջորդ խոսքերը։ Զգուշորեն մոտեցավ։ Մարինե, կարող ենք առանձին խոսել։ Խնդրում եմ, խնդրեց նա, փորձելով անկեղծ թվալ։ Բայց Ռոբերտը մի քայլ առաջ արեց, փակելով ճանապարհը Էդուարդի Մարինեի միջ։ Դու կորցրել ես նրա հետ խոսելու իրավունքը։ Կորցրել ես նրան կին անվանելու իրավունքը։ Կորցրել ես ցանկացած շանս, որ ունեիր իրերը շտկելու համար այն պահին, երբ կանգնած դիտում էիր, թե ինչպես են նրան հարձակվում։ Էդուարդը փորձեց վիճել։ Ես չգիտեի, որ դա տեղի կունենա։ Ես մտածեցի, որ դա ընդամենը, նա կանգ առավ, հասկանալով, որ ավելի է մեղադրում իրեն։ Մտածեցիր, որ դա ընդամենը ինչ, ճնշեց Ռոբերտը։ Ընդամենը մի քանի սադրանքներ։ Ընդամենը մի փոքր նվաստացում։ Ընդամենը մի քիչ դաժանություն։ Ինչպիսի։ Տղամարդ է այդպես մտածում իր սեփական կնոջ մասին։ Էդուարդը պատասխան չուներ։ Վերջին անգամ նայեց Մարինեին, գուցե սպասելով տեսնել վարանման որենշան, այն սիրո որեմնացորդ, որը նա մի օր զգացել էր իր հանդեպ։ Բայց նրա աչքերը դատարկ էին նրա նկատմամբ որե զգացմունքից։ Էդուարդն այժմ անծանոթ էր։ Մեկը, ում նա մի օր կարծում էր, թե սիրում է, բայց ով բացահայտվել էր որպես լիակատար անծանոթ։ Դոկտոր Ֆերնանդոն, ով մնացել էր սրահում, եթե Մարինեին պետք լիներ, մոտեցավ քննիչին։ Քննիչ, կցանկանայի գրանցել, որ զոհը ցուցաբերում էր սուր ստրեսի հստակ նշաններ, երբ ես նրան զննեցի։ Զարկերակային ճնշումը բարձր էր, հղիությանը վնասելու ռիսկ կար։ Հղի կնոջ դեմ հարձակումը կարող է որակվել որպես ավելի ծանր հանցագործություն, հաշվի առնելով հանգամանքները։ Քննիչը գլխով արեց, նշումներ անելով։ Շատ շնորհակալ եմ, դոկտոր։ Սա կներառվի զեկույցում։ Մարտինը մոտեցավ Ռոբերտին, ձեռքին ֆլեշ գրիչ։ Պարոն, այստեղ բոլոր ձայնագրություններն են։
Ամբողջական աուդիո-վիդեո առանձնատան վերջին 3 օրերի, հատկապես կենտրոնանալով այսօրվա իրադարձությունների վրա։ Ամեն ինչ կազմակերպված է ժամանակագրական կարգով։ Ռոբերտը ֆլեշ գրիչը տվեց քննիչին։ Այստեղ այն ամենն է, ինչ ձեզ պետք է։ Զրույցները, որտեղ նրանք ծրագրել են հարձակումը։ Իրականացումը։ Արձագանքը, կամ ավելի ճիշտ, արձագանքի բացակայությունը այն մարդկանց կողմից, ովքեր պետք է պաշտպանեին իմ դստերը։ Քննիչը զգուշորեն պահեց ֆլեշ գրիչը։ Սա հիմնարար կլինի գործի համար։ Այս ապացույցներով վկայություններով մենք շատ ամուր գործ ունենք։ Վերոնիկային Բեատրիսին ձեռնաշղթաներ հագցրին։ Բեատրիսը շարունակում էր գոռալ իր իրավունքների մասին, սպառնում էր բոլորին դատի տալ։ Վերոնիկան թողել էր արցունքների կեղծիքը, այժմ մաքուր ատելությամբ էր նայում Մարինեին։ Դու ոչինչ ես։ Դու երբեք բավականաչափ լավը չես եղել Էդուարդի համար։ Նա ինձ փնտրեց, որովհետև դու թույլ ես, անհետաքրքիր խղճուկ կին, գոռաց Վերոնիկան, երբ նրան տանում էին ոստիկանական մեքենա։ Մարինեն չպատասխանեց։ Անհրաժեշտություն չկար։ Վերոնիկայի խոսքերը դատարկ էին, հուսահատ, խղճուկ։ Դա այն մարդու ձայնն էր, ով գիտեր, որ ամեն ինչ կորցրել է։ Մարինեն Ռոբերտը գնացին ոստիկանական բաժանմունք, որպեսզի նա պաշտոնական ցուցմունք տա։ Ճանապարհին Ռոբերտի մեքենայի Mercedes սեդանի կաշվե սրահում Մարինեն նայում էր պատուհանից, տեսնելով երանի լույսերի անցնելը։ Գրեթե կեսգիշեր էր, քաղաքը դեռ կենդանի էր, մարդիկ փողոցներում վայելում էին դեկտեմբերյան տոնակատարությունները։ Հայր, սկսեց Մարինեն, կանգ առավ։ Տարօրինակ էր այդքան ժամանակ անց ինչ-որ մեկին հայր անվանելը։ Բայց մինույն ժամանակ, բնական էր թվում, կարծես այդ բառը երբեք դուրս չէր եկել իր բառապաշարից։ Կարծում ես, սրանից ինչ-որ բան դուրս կգա։ Հարուստ մարդիկ միշտ մի ճանապարհ են գտնում խուսափելու համար։ Ռոբերտը աչքերը պահեց ճանապարհին, բայց նրա ազատ ձեռքը հասավ Մարինեի ձեռքին, նրբորեն սեղմելով։ Ոչ այս անգամ։ Ես ունեմ երանի լավագույն փաստաբաններին։ Պատրաստ աշխատելու այս գործի վրա։ Եվ ավելի կարևոր, ես ունեմ ճշմարտությունը մեր կողմից։ Եվ հասարակական կարծիքը։ Տեսա՞ր, թե քանի մարդ դա ձայնագրեց։ Մինչ վաղը առավոտ տեսանյութը կլինի բոլոր սոցիալական ցանցերում։ Բեատրիսն ու Վերոնիկան կբախվեն ոչ միայն իրավական արդարադատությանը, այլ սոցիալական արդարադատությանը։ Եվ հավատա, դուստրս, նրանց նման մարդկանց համար երկրորդն ավելի վատ է, քան առաջինը։ Եվ նա ճիշտ էր։ Երբ հասան ոստիկանական բաժանմունք, Մարինեն տեսավ, որ իր պատմությունն արդեն վիրուսային էր դառնում։ Արդարություն Մարինեին հղիները կարորեն հեշթեգները Թվիթերի ամենաշատ քննարկվող թեմաների շարքում էին։ Հարձակման տեսանյութերը, որոնք նկարահանվել էին երեկույթի հյուրերի կողմից տարբեր անկյուններից, հազարավոր անգամներ էին տարածվում։ Վրդովմունքի մեկնաբանությունները լցնում էին սոցիալական ցանցերը։ Ինֆլուենսերներն արդեն տեսանյութեր էին պատրաստում, մեկնաբանելով գործը։ Լրագրողները փորձում էին կապ հաստատել հարցազրույցների համար։ Սկանդալը պայթել էր այնպես, որ ոչ մի գումար կամ կապ չէր կարող զսպել։ Մարինեն իր ցուցմունքը տվեց հանգիստ պարզ։ Պատմեց հոգեբանական բռնության ամիսների, Բեատրիսի մշտական նվաստացումների, Էդուարդի անտարբերության, դավաճանության ապացույցների մասին, որոնք նա վաղուց նկատում էր։ Պատմեց հղիության այն մասին, թե ինչպես էր հույս ունեցել, որ դա կփրկի ամուսնությունը, այն մասին, թե որքան միամիտ էր կարծելով, որ սերը բավարար կլինի։ Քննիչը ուշադիր լսում էր, նշումներ անում, երբեմն պարզաբանումներ խնդրում։ Երբ Մարինեն ավարտեց, արդեն առավոտյան 2-ն անց էր։ Տիկին Մարինե, ձեր ցուցմունքը շատ կարևոր էր։ Սրանով մեր ունեցած ապացույցներով կարող եմ երաշխավորել, որ այս գործը կքննվի այն ողջ լրջությամբ, որին արժանի է։ Մեղադրյալները գիշերը կանցկացնեն կալանքի տակ, իսկ վաղը կներկայացվեն դատավորին, խափանման միջոցի լսման համար։ Ռոբերտը, ով սպասել էր դրսում ցուցմունքի ընթացքում, ներս մտավ, երբ Մարինեն դուրս եկավ սենյակից։ Գնացինք տուն, դուստրս։ Տուն, հարցրեց Մարինեն, շփոթված։ Այո։ Առանձնատունը, որտեղ պարահանդեսն էր, դա իմ տունն է։ Հիմա մեր տունը, եթե ուզում ես։ Ես թույլ չեմ տա, որ դու վերադառնաս այն փենթհաուսը Էդուարդի հետ։ Դու իմ թոռը ինձ հետ եք ապրելու։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը նորից լցվում արցունքներով, բայց այս անգամ դրանք տխրության արցունքներ չէին։ Դա թեթացում էր։
Երախտագիտություն էր։ Վերջապես մենակ չլինելու զգացումն էր։ Շնորհակալ եմ, հայր։ Շնորհակալություն պետք չէ։ Դա նվազագույնն է, որ կարող եմ անել 20 տարվա բացակայությունից հետո։ Հիմա իմ հերթն է հոգ տանելու քո մասին։ Հաջորդ օրերը իրադարձությունների հորցանուտ էին։ Տեսանյութերը շարունակում էին վիրուսային դառնալ։ Ռեպորտաժներ հայտնվեցին բոլոր խոշոր լրատվամիջոցներում։ Թերթերը վերնագրեր էին տպագրում, ինչպիսիք են ժառանգորդուհին նվաստացվել է գալա երեկույթում, հղի կինը հարձակման է ենթարկվել ամուսնու սիրուհու կողմից։ Էդուարդի գինու ներկրման ընկերությունը սկսեց բոյկոտների ենթարկվել։ Հաճախորդները չեղարկեցին պայմանագրերը։ Մատակարարները խզեցին հարաբերությունները։ Նրա հեղինակությունը ոչ միայն սոցիալապես, այլ մասնագիտորեն ոչնչացվեց։ Վերոնիկան կորցրեց իր բոլոր գովազդային պայմանագրերը։ Նրան հովանավորող ապրանքանիշերը հայտարարություններ տարածեցին, իրենց հեռու պահելով նրանից։ Նրա հետորդների թիվը սոցիալական ցանցերում կտրուկ նվազեց։ Նա հայտնի ինֆլուենսերից վերածվեց պերսոնա նոն գրատայի օրերի ընթացքում։ Բեատրիսը, ով այդքան հպարտանում էր երանյան հասարակության մեջ իր դիրքով, մեկուսացման մեջ հայտնվեց։ Տասնամյակների ընկերուհիները մերժում էին նրա զանգերը։ Հասարակական ակումբները չեղարկեցին նրա անդամակցությունը։ Նա, ով միշտ դատում արամարում էր ուրիշներին, այժմ դատվողն ու արամարվածն էր։ Մարինեն, մյուս կողմից, աջակցության ալիք ստացավ։ Հայաստանի բոլոր կողմերից կանայք համերաշխության հաղորդագրություններ էին ուղարկում։ Ընտանեկան հոգեբանական բռնության զոհերին աջակցող խմբերը կապ հաստատեցին, օգնություն առաջարկելով։ Նա, ակամայից, դարձել էր դիմադրության ուժի խորհրդանիշ։ Միջադեպից մեկ շաբաթ անց Մարինեն առանձնատանն էր, որն այժմ պաշտոնապես իր տունն էր, կազմակերպում էր երեխայի սենյակը։ Ռոբերտը վարձել էր լավագույն դեկորատորներին, բայց պնդում էր, որ յուրաքանչյուր որոշում անցնի Մարինեի միջոցով։ Դա նրա սենյակն էր, իր թոռան, պետք է արտացոլեր նրա ցանկությունները։ Մարինեն ընտրեց կախարդական անտառի թեմա, կանաչի դեղինի նուրբ երանգներով։ Պատերին նկարված կենդանիներ, բաց գույնի փայտե կահույք, հարմարավետ բազկաթոռ կերակրելու համար։ Ռոբերտը դիտում էր, թե ինչպես է նա որոշում, թե որտեղ ինչ պետք է լինի, սիրտը լցված սիրով հպարտությամբ։ Դու հրաշալի մայր ես լինելու, ասաց նա։ Մարինեն ժպտաց, շոյելով փորը։ Կփորձեմ։ Առնվազն գիտեմ, որ իմ երեխան միշտ կողքին պապիկ կունենա։ Դա արդեն իսկ ամեն ինչ փոխում է։ Ռոբերտը զգաց, թե ինչպես են խոսքերը խորը դիպչում իրեն։ Դա այն ամենն էր, ինչ նա ուզում էր լսել։ Երկրորդ հնարավորություն։ Դստեր թոռան կյանքում ներկա լինելու հնարավորություն այնպես, ինչպես չէր կարողացել, երբ Մարինեն երեխա էր։ 2 օր անց դատական նիստը տեղի ունեցավ։ Մարինեն, Ռոբերտի փաստաբանների թիմի ուղեկցությամբ, մտավ Երանի դատարան։ Լրագրողները հավաքվել էին մուտքի մոտ, տեսախցիկներն ու խոսափողները մեկնված, բոլորը հայտարարություն էին ուզում։ Ռոբերտը պաշտպանեց Մարինեին լրագրողներից, նրբորեն, բայց հաստատակամորեն ճանապարհ բացելով։ Դատարանի դահլիճում Մարինեն առաջին անգամ տեսավ Էդուարդին այն գիշերվանից հետո։ Նա նիհարել էր, հյուծվել, աչքերի տակ մուգ շրջանակներ կային։ Փորձեց տեսողական կապ հաստատել նրա հետ, բայց Մարինեն հայացքը շեղեց։ Նրանց միջ այլս ոչինչ չկար։ Բեատրիսն ու Վերոնիկան նստած էին մյուս կողմում, յուրաքանչյուրն իր փաստաբանների հետ։ Բեատրիսը վրդովմունքի արտահայտություն էր պահպանում, կարծես այս ամենը մեծ թյուրիմացություն լիներ։ Վերոնիկան փոքրացած, նվաստացած տեսք ուներ, ողջ ինքնավստահությունն ու ամբարտավանությունը գոլորշիացել էին։ Դատավոր Արման Սիլվանյանը, 60 տարեկան մի մարդ, ով արդար, բայց խիստ լինելու համբավ ուներ, մտավ դահլիճ։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Երբ նա նստեց, սկսեց նիստը, լռությունը բացարձակ էր։ Տեսանյութերը ցուցադրվեցին։ Մարինեն ստիպված էր նորից դիտել այն պահը, երբ Վերոնիկան գինին լցրեց իր վրա։ Թե օրեր էին անցել, դա մեծ էկրանին տեսնելը, բոլորի դիտելու պայմաններում, ցավոտ էր։ Ռոբերտը բռնեց նրա ձեռքը ամբողջ ցուցադրության ընթացքում, նրան ուժ տալով։ Բեատրիսի Վերոնիկայի միջ նվաստացումը ծրագրելու զրույցների ձայնագրությունները վերարտադրվեցին։ Բեատրիսի ձայնը, որն ասում էր, նա պետք է իր տեղն իմանա, արձագանքեց դահլիճում։ Վերոնիկայի պատասխանը, դա ինձ վրա թող, արագ կլինի, էլ ավելի դաժան հնչեց նորից լսելիս։ Վկաներ կանչվեցին։
Երեկույթին ներկա հյուրերը հաստատեցին, որ ամեն ինչ դիտավորյալ է եղել։ Լոնը, միջոցառումների կազմակերպիչը, հատկապես տպավորիչ ցուցմունք տվեց, նկարագրելով, թե ինչպես է փորձել օգնել Մարինեին, երբ նկատել է նրա անհարմարությունը, ինչպես է ականատես եղել Էդուարդի սառնությանը ամբողջ միջադեպի ընթացքում։ Վերոնիկայի փաստաբանը փորձեց պնդել, որ դա պատահմունք էր, պահի ազդեցություն, բայց ապացույցները չափազանց ճնշող էին։ Բեատրիսի փաստաբանը փորձեց պնդել, որ նա ֆիզիկապես չի մասնակցել արարքին, բայց դատավորն արագ նշեց, որ հարկադրանքն ու հանցակցությունը հավասարապես պատժելի են։ Երբ հերթը հասավ Մարինեին խոսելու, նա բարձրացավ Ռոբերտի օգնությամբ։ Քայլեց դեպի ամբիոն, գրեթե 8 ամսական փորն այժմ էլ ավելի ակնհայտ։ Ձեռքը դրեց Աստվածաշնչի վրա, երդվեց ասել ճշմարտությունը։ Ես այստեղ վրեժի համար չեմ, սկսեց Մարինեն, ձայնը հանգիստ, բայց հաստատուն։ Ես այստեղ եմ, որովհետև ոչ մի կին չպետք է անցնի նրա միջով, ինչի միջով ես անցա։ Ես նվաստացվել եմ, հարձակման ենթարկվել, լքվել իմ կյանքի ամենախոցելի պահերից մեկում։ Ես հղի էի, սպասում էի աջակցության սիրո, ստացա ատելություն, դաժանություն։ Եթե չլիներ հորս միջամտությունը, չգիտեմ, թե ինչ կպատահեր ինձ կամ իմ երեխային։ Այդ հարձակումը միայն ֆիզիկական չէր։ Այն հուզական էր, հոգեբանական։ Եվ ուզում եմ, որ մյուս կանայք իմանան, որ պետք չէ լուռ ընդունել դա։ Որ արդարություն կա։ Որ իրենց ձայները կարոր են։ Երբ նա ավարտեց խոսքը, դահլիճում մի քանի մարդկանց, այդ թվում որոշ փաստաբանների, նույնիսկ դատական քարտուղարի աչքերում արցունքներ կային։ Դատավորը հարգալից գլխով արեց Մարինեին, նշելով, որ նա կարող է վերադառնալ իր տեղը։ Ժամեր 10 ցուցմունքներից, փաստարկներից, ապացույցների վերլուծությունից հետո դատավորը հեռացավ խորհրդակցելու։ 40 րոպե անց վերադարձավ դատավճռով։ Վերլուծելով ներկայացված բոլոր ապացույցները, վկաների ցուցմունքները, կանխամտածվածությունը հաստատող ձայնագրությունները, որոշում եմ հետյալը։ Ամբաստանյալ Վերոնիկա Նահապետյանը մեղավոր է ճանաչվում հղի կնոջ դեմ կանխամտածված հարձակման մեջ, ծանրացուցիչ հանգամանքով որակվող հանցագործություն։ Ամբաստանյալ Բեատրիս Ֆերեյանը մեղավոր է ճանաչվում հանցակցության հարկադրանքի մեջ։ Երկուսն էլ կպատասխանեն հանցագործությունների համար կստանան հանրային աշխատանքների, զգալի տուգանքի զոհին մոտենալու արգելքի տեսքով պատիժներ։ Բացի այդ, որոշում եմ, որ նրանք պետք է վճարեն բարոյական վնասի փոխհատուցում, յուրաքանչյուրը 50 միլիոն դրամի չափով։ Մի մրմունջ անցավ դահլիճով։ Վերոնիկան սկսեց լաց լինել, այս անգամ իրական արցունքներով։ Բեատրիսը թղթի պես գունատվեց։ Նրանց փաստաբաններն արագ ոտքի կանգնեցին բողոքելու, բայց դատավորը մուրճով հարվածեց։ Որոշումը կայացված է։ Ինչ վերաբերում է պարոն Էդուարդ Ֆերեյանին, թե նա այս գործով ամբաստանյալ չէ, նրա պահվածքն ու անգործությունը աննկատ չեն մնում։ Խստորեն խորհուրդ եմ տալիս, որ տիկին Մարինե Ֆերեյանը դիտարկի պաշտպանության միջոցներ վերանայի իր ամուսնական կարգավիճակը։ Մարինեն գլխով արեց։ Նա իրականում արդեն իսկ ամուսնալուծության դիմում էր ներկայացրել միջադեպի հաջորդ օրը։ Դավաճանության հուզական լքվածության ապացույցներով դա ստանալը դժվար չէր լինի։ Դատարանից դուրս գալիս Մարինեն խորը շունչ քաշեց։ Դեկտեմբեր էր, ամանորի նախօր է, ամիսների, գուցե տարիների մեջ առաջին անգամ նա իրեն խաղաղ զգաց։ Արդարությունը հաղթանակել էր։ Ոչ կատարյալ ձով, ոչ այն ձով, որը կջնջեր ողջ ցավը, բայց հաղթանակել էր։ Հաջորդ ամիսները վերականգնման ամիսներ էին։ Մարինեն խորասուզվեց թերապիայի մեջ, աշխատելով մարսելու այն ամենը, ինչ ապրել էր, բուժելու հուզական վերքերը, պատրաստվելու մայր դառնալուն։ Ռոբերտը ներկա էր յուրաքանչյուր բժշկական այցելության, յուրաքանչյուր ուլտրաձայնային հետազոտության, յուրաքանչյուր պահի, երբ նա իր կարիքն ուներ։ Ձորաղբյուրի առանձնատունը նորից կյանք ստացավ։ Մարինեն օգնական վարձեց, օգնելու իրեն վերաբացել իր ճարտարապետական գրասենյակը, առաջին ամիսներին աշխատելով տնից։ Հաճախորդները, տպավորված նրա հաղթահարման պատմությունից, սկսեցին դիմել նրան։ Նրա բիզնեսը, որը գրեթե կանգնած էր Էդուարդի հետ ամուսնության ընթացքում, նորից սկսեց ծաղկել։ Ռոբերտն ու Մարինեն ամեն երեկո միասին էին ընթրում, խոսելով ամեն ինչի մասին։ Նա պատմում էր իր կյանքի մանրամասները վերջին 20 տարիների ընթացքում, այն վայրերը, որտեղ ապրել էր, մարդկանց, ում հանդիպել էր, բիզնեսները, որոնք կառուցել էր։ Մարինեն կիսվում էր իր մանկության, պատանեկության, չափահաս կյանքի հիշողություններով։ Նրանք միասին ծիծաղում էին, միասին լացում, միասին բուժվում։ Մարտի մի գիշեր Մարինեն զգաց առաջին կծկումները։
Ռոբերտը, ով պատրաստվել էր այդ պահին առաջին անգամ հայր դարձողի տագնապով, թե պապիկ էր, վերցրեց արդեն պատրաստ պայուսակը նրան շտապ տարավ հիվանդանոց։ 12 ժամ անց Երանի լավագույն հիվանդանոցներից մեկի սենյակում Մարինեն իր գրկում պահում էր մի աղջկա։ Փոքրիկ, վարդագույն, շագանակագույն մազերի փնջերով աչքերով, որոնք դեռ չէին որոշել, թե ինչ գույնի կլինեն։ Երեխան լաց եղավ ծնվելիս, ուժեղ առողջ լաց, որը արցունքներ առաջացրեց Մարինեի դեմքին։ Ռոբերտը մահճակալի կողքին էր, նայելով թոռնուհուն մաքուր զարմանքի սիրո արտահայտությամբ։ Երբ Մարինեն երեխային դրեց նրա գիրկը, այն մարդը, ով կայսրություններ էր վերակառուցել դիմակայել կյանքի ամենավատ մարտահրավերներին, սկսեց լաց լինել երեխայի պես։ Բարի գալուստ աշխարհ, փոքրիկ։ Քո պապիկը քեզ ընդմիշտ կպաշտպանի, շնջաց նա, նրբորեն համբուրելով երեխայի ճակատը։ Ինչպես եք նրան անվանելու, հարցրեց մի բուժքույր, ձեռքին գրատախտակ։ Մարինեն նայեց հորը, դստերը ժպտաց։ Հեղինե։ Ինչպես մայրս։ Եվ երկրորդ անունը կլինի Ռոբերտա, ի պատիվ լավագույն տղամարդու, ում ճանաչում եմ։ Ռոբերտը ստիպված էր նստել, չափազանց հուզված ոտքի վրա մնալու համար։ Հեղինե Ռոբերտա։ Երկու անուն, որոնք կրում էին սեր, հիշողություն, քավություն։ Հաջորդ ամիսներին Մարինեն ծաղկեց որպես մայր։ Ռոբերտը ամենաներկա պապիկն էր, որը կարող էր ունենալ մի երեխա։ Արթնանում էր գիշերվա կեսին, օգնելու կերակրումներին, փոխում էր տակտիրները, օրորում էր թոռնուհուն քնեցնելու համար, երգելով երգեր, որոնք մի օր երգել էր Մարինեի համար։ Մարինեն այլս երբեք չտեսավ Էդուարդին։ Նա ստորագրեց ամուսնալուծության փաստաթղթերը առանց առարկության, հավանաբար թեթացած, որ այլս ստիպված չի լինի դիմակայել հանրային քննադատությանը։ Հրաժարվեց խնամակալության կամ այցելությունների ցանկացած պահանջից։ Հեղինեն կմեծանար առանց հոր, բայց մի պապիկի հետ, ով բավականաչափ սիրում էր երկուսի փոխարեն։ Վերոնիկան մի քանի անգամ փորձեց վերադառնալ սոցիալական ցանցեր, բայց միշտ բախվում էր քննադատության ալիքի։ Ի վերջո հանձնվեց տեղափոխվեց գյուղ, հեռու այն լուսարձակներից, որոնք մի օր այդքան էր ցանկացել։ Բեատրիսն իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց մեկուսացված, դառնացած, հիշելով այն փառքը, որն ունեցել վատնել էր մաքուր դաժանության պատճառով։ Ամանորյա պարահանդեսի միջադեպից 2 տարի անց Մարինեն առանձնատան այգում էր, տեսնելով, թե ինչպես է Հեղինեն անում իր առաջին քայլերը։ Աղջիկը, այժմ գանգուր շագանակագույն մազերով տատիկի պես կանաչ աչքերով, ամուր բռնել էր պապիկի մատից, դողացող ոտքերով քայլելիս։ Կարող ես, փոքրիկ։ Եվս մի քանի քայլ, քաջալերում էր Ռոբերտը, ամբողջովին հպարտ։ Մարինեն դիտում էր պատշգամբից, ժպիտը դեմքին, սիրտը խաղաղ։ Նա անցել էր փոթորկի, նվաստացման, ցավի միջով։ Բայց գոյատել էր։ Ավելին, ծաղկել էր։ Նրա ճարտարապետական գրասենյակն այժմ Երանի ամենապահանջվածներից մեկն էր։ Դուստրն առողջ էր երջանիկ։ Հայրը 20 տարվա բացակայությունից հետո նրա լավագույն ընկերակիցն ու ամենամեծ աջակցությունն էր։ Ձյունը հազվադեպ էր Երանում, բայց հունիսյան այդ կեսօրին ցուրտը հատկապես սուր էր։ Մարինեն շալ վերցրեց դրեց ուսերին, քայլելով դեպի այնտեղ, որտեղ Ռոբերտն ու Հեղինեն էին։ Աղջիկը բաց թողեց պապիկի մատը 3 փոքրիկ քայլ արեց մենակ, նախքան խոտերի վրա նստած ընկնելը, ծիծաղելով։ Մարինեն նրան գիրկն առավ, դեմքը ծածկելով համբույրներով։ Դու այնքան ուժեղ ես, իմ սեր։ Այնքան քաջ։ Հեղինեն փոքրիկ ձեռքերով բռնեց մոր դեմքը, արտասանելով ձայներ, որոնք դեռ բառեր չէին, բայց արդեն մտադրություն էին կրում։ Ռոբերտը նստեց խոտերի վրա նրանց կողքին, դիտելով իր դստերն ու թոռնուհուն խորը բավարարվածության արտահայտությամբ։ Գիտես ինչ եմ սովորել այս վերջին տարիներին, սկսեց նա։ Որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Երբեք ուշ չէ ճիշտը անելու համար։ Ես 20 տարի ինքս ինձ պատժել եմ, կարծելով, որ արժանի չեմ քեզ մոտ լինելու։ Բայց սխալվում էի։ Դու իմ կարիքն ունեիր։ Եվ ես, հաստատապես, քո կարիքն ունեի։ Մարինեն գլուխը դրեց հոր ուսին, Հեղինեն դեռ գրկում, ստեղծելով 3 սերունդների սենդվիչ։ Ես ուրախ եմ, որ դու վերադարձար, հայր։ Չեմ ստիասի, որ դժվար չէր ներել 20 տարվա բացակայությունը։ Բայց հիմա հասկանում եմ, թե ինչու արեցիր այն, ինչ արեցիր։ Եվ էլ ավելի եմ գնահատում այն փաստը, որ վերադարձար, երբ ամենաշատը քո կարիքն ունեի։ Դու ինձ փրկեցիր այն գիշեր։ Փրկեցիր ինձ Հեղինեին։ Դուք երկուստ էլ ինձ փրկեցիք։
Ինձ նորից նպատակ տվեցիք։ Առավոտյան արթնանալու պատճառ։ Ընտանիք։ Նրանք երեքով նստած էին խոտերի վրա, դիտելով, թե ինչպես է առը սկսում մայր մտնել այգու ծառերի հետում։ Այնտեղից ձորաղբյուրի առանձնատնից նրանք կարող էին տեսնել Երանի համայնապատկերի մի մասը, հսկա քաղաքը, որը ականատես էր եղել իրենց ցավին, բայց նա իրենց քավությանը։ Մարինեն մտածեց այն ճակատագրական տարվա ամանորյա պարահանդեսի մասին։ Մտածեց, թե ինչպես մտավ այդ առանձնատուն մենակ, հղի, հուսահատ, կարծելով, թե իր կյանքն ավարտվել է։ Մտածեց, թե ինչպես նվաստացվեց, հարձակման ենթարկվեց, լքվեց։ Բայց նա մտածեց, թե ինչպես գտավ մի ուժ, որը չգիտեր, թե ունի։ Ինչպես վերագտավ հորը, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Ինչպես լույս աշխարհ բերեց մի դստեր, որն իր ապրելու պատճառն էր։ Մարինեի պատմությունը հեքիաթ չէր։ Այն չուներ մի վերջաբան, որտեղ ամեն ինչ կատարյալ կախարդական դարձավ։ Դեռ դժվար օրեր կային։ Դեռ տխրության պահեր կային, երբ մտածում էր չստացված ամուսնության, այն ընտանիքի մասին, որը պատկերացրել էր ունենալ չունեցավ։ Բայց կային նա մաքուր ուրախության օրեր։ Հեղինեի ժպիտը տեսնելու, հոր հետ ճաշելու, աշխատանքում նոր հաճախորդ ձեռք բերելու, պարզապես կենդանի ազատ լինելու։ Եվ գուցե, մտածեց Մարինեն, գուցե դա էր իսկական երջանիկ ավարտը։ Ոչ թե առանց խնդիրների կյանք, այլ կյանք ճիշտ մարդկանց հետ, խնդիրներին դիմակայելու համար։ Ոչ թե ցավի բացակայություն, այլ բավարար սիրո առկայություն, ցավը բուժելու համար։ Ոչ թե կատարելություն, այլ խաղաղություն։ Հեղինեն սկսեց քնկոտանալ մոր գրկում։ Ռոբերտը ոտքի կանգնեց, ձեռքերը մեկնեց։ Թույլ տուր նրան տանեմ օրորոց։ Դու մի քիչ հանգստացիր։ Մարինեն դստերը տվեց հորը, դիտեց, թե ինչպես է նա զգուշորեն քայլում դեպի առանձնատան ներսը, նրբորեն օրորելով թոռնուհուն, օրորոցային երգ շշնջալով։ Պատուհանից նա կարող էր տեսնել Լոնին, ով այժմ մշտապես աշխատում էր որպես տան կառավարիչ, ինչ-որ բան կազմակերպելիս ճաշասենյակում։ Մարտինն իր անվտանգության շրջայցն էր անում։ Տունը կենդանի էր, լի լավ մարդկանցով, լի սիրով։ Մարինեն փակեց աչքերը, խորը շունչ քաշեց։ Հունիսի սառը օդը մտավ նրա թոքերը, թարմացնող, նորոգող։ Երբ նորից բացեց աչքերը, տեսավ, որ գիշերվա առաջին աստղը հայտնվել է մտնող երկնքում։ Նա լուռ երազանք պահեց։ Ոչ իր համար, այլ Հեղինեի։ Որ դուստրը ուժեղ մեծանա։ Որ երբեք ստիպված չլինի անցնել նրա միջով, ինչի միջով ինքն է անցել։ Որ միշտ իմանա իր սեփական արժեքը։ Որ երբեք չընդունի ավելի քիչ, քան արժանի է։ Որ իր կողքին լինեն մարդիկ, ովքեր իսկապես սիրում են իրեն։ Եվ մինչ աստղը փայլում էր Երանի երկնքում, Մարինեն գիտեր, որ այդ երազանքը իրականանալու լավ հնարավորություններ ունի։ Որովհետև նա, ով գոյատել էր ամենավատը, ամեն ինչ կաներ երաշխավորելու համար, որ իր դուստրն ունենա լավագույնը։ Գիշերը, որը պետք է լիներ տոնակատարության շքեղության, դարձավ նվաստացման ցավի։ Բայց այդ ցավից ծնվեց նոր ուժ։ Այդ նվաստացումից ծնվեց արժանապատվություն։ Այդ վերջից ծնվեց նոր սկիզբ։ Մարինե Ալավերդյանը, նախկինում Մարինե Ֆերեյան, նախկինում պարզապես մի հղի միայնակ կին, այժմ վերապրող էր, մայր, վերագտնված դուստր, հաջողակ գործարար։ Եվ ամենակարևորը, նա ազատ էր։ Ազատ անցյալից։ Ազատ թունավոր ամուսնության շղթաներից։ Ազատ կառուցելու իր սեփական ապագան։ Եվ մտնելով առանձնատուն, տեսնելով Հեղինեին խաղաղ քնած օրորոցում Ռոբերտի պաշտպանող հայացքի ներքո, Մարինեն գիտեր, որ գտել է իր տեղն աշխարհում։ Դա այնտեղ չէր, որտեղ պատկերացնում էր, որ կլինի։ Բայց դա հենց այնտեղ էր, որտեղ պետք է լիներ։